Ես գերմանուհի եմ եւ հայտնվել եմ Հայաստանում Լորվա մարզում, Զորամասում։ Ինչպես է ստացվում, որ դու լինելով ազգությամբ գերմանուհի ավելի շատ հայ ես, որովհետեւ մենք շատ հայ արտիստներ ունենք, ովքեր դժվարանում են գալ մարզեր, մեր մարզերը ներկայացնելու ու ունենք գերմանուհի, որը շատ հավեսով, շատ տրամադրված եկավ։ Ես շատ հաճախ եմ հիմա գալիս, երեխաներիս հետ եմ գալիս։ Ամեն ձևով փորձում եմ բոլորին համոզել, որ շատ լավն է համեցեք Լոռի եւ ոչ միայն Լոռի, Հայաստանը իրականում հրաշք վայր է։ Ամեն ինչը հիշեցնում է տատիկիս, պապիկիս ու շատ մեծ սիրով ու կարոտով եմ գալիս միշտ։ Քո արյունակից տատիկն ու պապիկը չեմ, բայց շատ ավելի հարազատ են։ Իրենց ամենասիրելի թորնիկն եմ եղել։ Յուլիան ասում էր, որ Անտառ եք գնում, որտեղ արջեր կային, վախենալու չէ։ Բոլորովին արդեն ինչ էր անել, ինձ էր վախում փախչում, չէ, ձեր տան չկա։ Ես Յուլիային տեսել եմ առաջ անգամ 84 թվականի հոկտեմբերի 14-ին։ 11 ամսական գերմանական տիկնիկ տեսել եք, ինչ ճենապակ գեղեցիկ դերցան մազերով տիկնիկ իսկական։ Ընկալումը առաջին ինչպեսի։ Հարազատի նման։ Տարբերություն չի եղել, երևի որ մաման եվրոպական կրթությամբ էր, հետո եթե սիրել է, վերել ինչ նշանակություն ունի։ Ինքը մեր տան արքադուստրն է եղել հենց սկզբից։ Որ Յուլիան տուն մտավ, հայրիկիս աչքերից ինքը գյուղի մարդ էր, կոշտ, կոպիտ, բայց Յուլիայի մոտ ինքը դառնում էր ամենափափուկ, ամենաբարի պապիկը։ Մեզ հետ շատ կոպիտ է եղել, մենք իր երեխաներն ենք եղել, բայց Յուլիայի համար հարց չկար։ Երբ դու առաջին անգամ իմացար, որ մեծացել ես ընտանիքում, որը քո ամենահարազատ մարդիկ են, բայց ամեն դեպքում արյունակցական կապ չկա։ Այդ փուլում ինչ խոսակցություններ էիք ունենում ընտանիքի անդամների հետ։ Դա ստրեսային էր հենց սկզբում, այսինքն այդ իմանալ, որ դու այս ընտանիքից չես, որտեղից ես, ինչ ես։ Ուղղակի ինֆորմացիան ստացել եմ, որ ինչու է այդպես եղել, ոնց է ստացվել, որ այդպես է ու վերջ, ու դա փակվել է, ընդհանրապես չի խոսացվել ու չի հիշվել դրա մասին։ Մայրիկդ էլ գերմանուհի է։ Մենք քո մայրիկին այսօր չտեսանք, որովհետև ինքը շարունակում է զինվորականի իր աշխատանքը։ Դու հաշվի առնելով սահմանին կատարվող տարբեր իրավիճակները, երբևէ եղել է ափսոսես մայրիկի մասնագիտության համար կամ վախեր ունենաս։ Այդ հարցը մայրիկիս եմ տվել ու ասել եմ, ասենք դու առաջին հնարավորություն ունեիր գնալու Գերմանիա, որովհետև դու բոլոր փաստաթղթերը ունես ու դու այդ իրավունքը ունես, բայց ինքը ասում է «А куда я поеду? Кому поеду? Здесь моя родина, здесь моя жизнь, здесь вы». Շատ կանանց համար օրինակ դարձար, որովհետև շատերը, երբ որոշակի խնդիրներ են ունենում մայրանալու հետ կապված, երբեմն հուսահատվում են։ Հիմա երբ նայում ես տղաներին, հիշում ես այն կնոջը, որ այդ դժվար ճանապարհներ անցնում, թե դու այդ ճանապարհը անցար, փակել ես այդ թեման, էլ չես հիշում։ Հիշում եմ ու մտածում եմ, թե ես ինչ ուժեղ կին եմ իրականում։ Շատ բարդ ճանապարհներով եմ անցել, բայց ես ինձ շատ ուժեղ եմ համարում։ Այն աղջիկը, որ վազվզում էր այս բակերում, հենց այս կյանքի մասին էր երազում, որը դու այսօր ունես։ Այդ աղջիկը լիարժեք է, կայացած է, որոշ չափով երջանիկ է։ Ընտանիքում բոլորի հետ հարաբերությունների մասին խոսում ես շատ, բայց հայրիկի հետ հարաբերությունների մասին որպես այդպեսին շատ չես խոսում։ Իմ կոնկրետ հայրիկի հետ ես կապ չունեմ։ Քո կենսաբանական հայրիկի մասին, ես քո լոռեցի հայրիկի մասին էի հարցնում։ Իր հետ ընդհանրապես ես խնդիր չեմ ունեցել, նույնիսկ առավելություն եմ զգացել։ Իմ վրա ծանր անդրադառնում իր վերաբերմունքը մայրիկիս հանդեպ։ Դրա պատճառով մենք բոլորս էլ իր հետ չշփվելը ծանր չենք տարել։ Ոչ մեկս իր հետ կապ չունենք, այսինքն ինքն է կապը խզել։ Յուլիա, իսկ հիմա ինչի մասն ես երազում։ Հոգու խաղաղության։ Հիմա որոշ առումով խաղաղ վիճակում եմ, որովհետև իմ սիրած մասնագիտությամբ եմ զբաղվում, լիարժեք եմ։ Վերևից երազանքները պարզ են, խնդիրները չնչին։ Այստեղից հստակ է, սահմանափակ հնարավորությունները մարզում են մեզ, ստիպում կոտրել պատնեշներն ու հույսդ քեզ վրա դնել։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում։
Մոնկերեքի հետ այս անգամ Լորվա մարզում ենք Գարգար գյուղում, որը մեզ կներկայացնի ազգությամբ գերմանացի, բայց Լորվա մարզում մեծացած Յուլիա Ֆինկը։ Ողջույն։ Բարի գյուղում ենք, այո։ Լորին շատ եմ սիրում։ Ու մի քիչ նախանձում եմ քեզ, որ այստեղս մեծացել, իսկ ես Երևանում, իջնեց Երևանն եմ շատ սիրում։ Ես հիմա արդեն այս տարիքում ավելի շատ եմ հասկանում, թե ինչքան նախանձելի տեղում եմ մեծացել ու ինչքան ազատ միջավայրում, ինչքան ազատ եմ շնչել ու իմ մանկությունը իրականում ինչ երջանիկ է անցել այստեղ։ Յուլիա, այստեղ ամենաշատը ինչն էր սիրում, մեզ առաջին կետը հենց այստեղ ես բերել, որովհետև մեզ համար սա սիրուն բնությունով, դաշտային տեղ է, քեզ համար քո մանկության ամենավառ հիշողություններից մեկն է։ Ես այս հատվածում մեծացել եմ Զինավանում ու կարելի ասել ավելի փակ միջավայրում, շենքում, բնակարանում եւ այս տեղը մեր համար ավելի շատ ինչ-որ ազատության, փախնելու, խաղալու, հանգստանալու տեղ է, շատ հաճախ փոքր ժամանակ այստեղ եկել ենք պիկնիկներ անելու, հետո այս հատվածով բարձրացել ենք ծնծաղիկ ենք հավաքել, այստեղ առաջի անգամ ընկել եմ ձեռքսը ճաքել, այսպես տարբեր հիշողություններ, հետո այս հատվածում խնձորներ է շատ քաղցր, հիմա էլ կա, բայց դեռ ոնց որ չի հասել։ Ահա գողանանք։ Միգուցե կարելի է փորձել, գալիս ենք միշտ խնձոր հավաքելու, այս ազատությունն էի սիրում ու հիմա շատ հաճախ երեխաներիս եմ բերում այստեղ։ Միշտ այս հարցը ուզում եմ քեզ տամ, ինչպես է ստացվում, որ դու լինելով ազգությամբ գերմանուհի ավելի շատ հայ ես, որովհետև մենք շատ հայ արտիստներ ունենք, ովքեր դժվարանում են գալ մարզեր, մեր մարզերը ներկայացնելու ու ունենք գերմանուհի, որը շատ հավեսով, շատ տրամադրված եկավ Լորվա մարզ։ Չգիտեմ, երևի այստեղ մեծացել եմ ու այդ սերը անբացատրելի է Լորվա մարզի հանդեպ։ Ես շատ հաճախ եմ հիմա գալիս, երեխաներիս հետ եմ գալիս։ Այդ ձգողականության ուժը շատ ուժեղ է ու ինձ անընդհատ ձգում է, անընդհատ փորձում եմ գալ հանգստանալ այդ իմ աշխատանքից, քաղաքից, մեծ հաճույքով այստեղ տուն էլ կառնեի ու իրականում հա շատ հաճախ երևի թե ինձ ավելի հայ եմ զգում ու շատերից ավելի շատ հայ եմ զգում, որովհետև ամեն ձևով փորձում եմ ինչ որ ձևով ներկայացնել, բոլորին համոզել, որ շատ լավն է համեցեք Լոռի եւ ոչ միայն Լոռի, այլ մնացած մարզեր էլ, որովհետև Հայաստանը իրականում հրաշք վայր է։ Իսկ դու Հայաստանի մարզերով շատ ես շրջել, թե ավելի շատ ես տարածաշրջանին ես ծանոթ։ Չէ, բավականին շրջել եմ, միակ տեղը առայժմ, որ Գորիսում չեմ եղել ու շատ ուզում եմ լինեմ, բայց մնացած վայրերում շատ եմ եւ փոքր ժամանակ եւ հիմա նաեւ մեկ-մեկ նկարահանումների բերումով նկարահանումների լինում եմ։ Դուք այստեղ տուն ունեք, ուր դեռ կգնանք, բայց դու մասամբ ապրել ես նաեւ Զորամասում, քանի որ հայրդ եւ մայրդ զինվորական էին։ Զորամասի կյանքը ինչպես ես հիշում, ինչպիսին էր օրինակ այդ Զորամասի կյանքը փոքրիկ աղջիկա համար։ Միշտ ինչ որ հետաքրքիր միջավայրում եմ եղել, ոչ միայն նա, որ ես գերմանուհի եմ եւ հայտնվել եմ Հայաստանում Լորվա մարզում, Զորամասում, այլ նաեւ սկզբնական շրջանը ես մեծացել եմ սովետական բանակի շրջանակներում, այսինքն շփվել եմ տարբեր ազգերի հետ եւ առաջի երկու դասարանը գնացել եմ այդ բոլոր ազգերի հետ մի դասարանում եմ սովորել, հետո արդեն երբ որ անկախացավ Հայաստանը, կարելի է ասել բոլոր մարզերի երեխաների հետ եւ հարևանների հետ, այսինքն միշտ ինչ որ հետաքրքիր վառ միջավայր եմ ունեցել տարբեր մարզերի, լեզուներն եմ լսել, այսինքն շատ հարազատ է եւ իրանց խոհանոցը եւ լեզուն, դրանով եմ ես շատ ծանոթ մարզերին Հայաստանի։ Միջավայրը քեզ համար ինչ որ առումով բարդություններ ստեղծում էր, թե քեզ համար սովորական էր, դու աչքերդ բացել էր եւ զինվորականների էիր տեսել։ Ինձ համար շատ սովորական է եղել, այսինքն ես միշտ սովոր եմ եղել այդ միջավայրին։ Դե նաև գյուղում դպրոց եմ հաճախել, գյուղի միջավայրին եմ շատ ծանոթ, այսինքն ես շատ լավ ծանոթ եմ այս ամբողջ միջավայրին, սարերին, ձորերին, գյուղի աշխատանքին, զինվորականների աշխատանքին, բավականին sense
մեծ գիտություններ ունեմ այդ առումով։ Իսկ եմ փոքր աղջիկը, որ գալիս էր այստեղ նստում էր, նայում էր այս դիմացի սիրուն սարերին, ինչի մասին էր երազում։ Երազում էի դառնալ նկարչուհի։ Շատ հաճախ գնում էինք անտառ հորաքրոջս հետ նկարում էի, ինքը գիտեր, որ իմ սերը նկարչության հանդեպ եւ տենց տարբեր դենդրոպարկ դես, այստեղ մոտիկա դենդրոպարկ սարեր եւ նաեւ դերասանուհի դառնալու մասին, որովհետեւ շատ հաճախ կազմակերպում է ինչ-որ ներկայացումներ, ափսոս չգիտեմ արխիվը պահպանվել է թե չէ, բայց շատ եմ ներկայացումներ եմ բեմադրել, ինչ-որ ճամբարային վիճակներ եմ ստեղծել, այսինքն այդ երազանքը միշտ եղել է էլի ինձ մոտ ու օրերից մի օր կատարվեց։ Իդեպ դու շատ հետաքրքիր գունային զգացողություն ունես, հագուստի նկարչությամբ ես զբաղվում։ Ես ամեն անգամ Հայաստանի մարզեր, գյուղեր գնալով հասկանում եմ, թե ինչ են գյուղերից շատ տաղանդավոր մարդիկ դուրս եկել ու մեր մեծերն էլ մեծ մասամբ Հայաստանի տարբեր գյուղերից են եղել, որովհետև ինձ թվում է այդ միջավայրը արդեն ստիպել է ստեղծագործելու։ Ինչքանով է իդեալական գույնի զգացողությունը, որը բնության մեջ կա, ազդել քո գունային ընկալման վրա։ Շատ մեծ ազդեցություն ա ունեցել այդ նկարչության վրա, որովհետև այստեղ Լորվա մարզում կոնկրետ ինքը տարվա 4 եղանակն էլ իր գույնը ունի ու շատ հետաքրքիր գույներ ունի, այսինքն գարունը լրիվ sense շատ վառ կանաչ է, ամռանը էս տեսնում ես ինչ գունային պալիտրա է, ձմռանն էլ իր գեղեցկությունը ունի ձմեռը, որովհետև լավ ձյուն է լինում, այսպես այսինքն միշտ ինչ-որ վառ տպավորություն ունեցել եմ ու այդ գույները բավականին ազդել է ու սովորեցրել է ինձ նաև համադրությունը գույների ու հիմա նաև երբ որ աշխատում եմ ներկայացումներում հագուստների վրա դա շատ օգնում է ինձ, որովհետև այդ մանկության հիշողությունները, այդ գույները, այդ ամեն ինչը միանգամից գալիս է ու ես ավելի հեշտ եմ աշխատում գույների հետ։ Առաջարկում եմ գնանք արդեն ձեր տուն։ Շատ լավ։ Յուլիա, քիչ-քիչ մոտենում ենք ձեր տանը, տատիկի տանը, կարոտով ես գալիս, թե հաճախ ես գալիս, չես հասցնում կարոտել։ Չէ, շատ հաճախ չեմ գալիս ու ինչքան հնարավոր է փորձում եմ գալ, մեծ կարոտով եմ գալիս, որովհետև ամբողջ մանկությունս էստեղ է անցել ու ամեն մի ծառը, տունը, տան ինչ-որ իրեր, ամեն ինչը հիշեցնում է տատիկիս, պապիկիս ու շատ մեծ սիրով ու կարոտով եմ գալիս միշտ։ Տատիկիդ, պապիկիդ մայրական չէ, հայրական, որը նաև քո արյունակից տատիկն ու պապիկը չեն, բայց շատ ավելի հարազատ են։ Մենք շատ մտերիմ ենք եղել, իրենք ինձ են շատ սիրել, ես էլ իրենց եմ շատ սիրել ու իրենց ամենասիրելի թոռնիկն եմ եղել։ Տեսնում եք ինչ կարող է լինել։ Իսկ դու ում հետ էիր ամենից շատ կապված։ Պապիկիս հետ եմ շատ կապված եղել, շատ, ինքն էլ իմ հետ է շատ կապված եղել, այսինքն միշտ ինձ ինչ-որ տեղեր էր տանում առանձին, ասում էր կուլկուլա ջան, արի գնացինք, ինձ կուլկուլա էր ասում, չգիտեմ, կամ ասում էր մի հատ արի մեջքս քորի, ամենալավը դու ես քորում մեջքը, ու միշտ իրան էի սպասում, միշտ դաշտից որ գալիս էր, խեղճ չէր ուտում, որովհետև գիտեր, որ մենք սպասում ենք իր դաշտի ուտելիքներին, ու այդ լոլիկը, վարունգը, որը դաշտի համը ուներ ու մեղր կարագը, միշտ այստեղ գալիս էր, մենք սպասում էինք, որ ուտեինք, չնայած սոված չէինք, բայց սպասում էինք, որ պետքա պապիկը գա իր ուտելիքները ուտենք դաշտից բերած։ Շիզոֆրենիա, անձի սահմանային խախտում, տագնապային խանգարումներ։ Նենց ենք անում, որ հիվանդները մտածեն, որ մենք իրանց հիվանդի պես չենք վերաբերվում։ Բայց ինձ պիտի օգնես։ Մարդը որ մեքենա հետակ ես գցել աղջիկ ունի։ Աղջիկը լրագրող է։ Դե դու չես ուզում կտրվես իրականությունից, իսկ ես ուզում եմ։ Հերդ ուզում է քեզ օգնի։ Հերս չի կարա ինձ օգնի։ Քո պատկերացումներում երեխան խնդիր է։ Կարող է դու ես գժվել։ Վրան փակել ապետ։ Ես մեղավոր եմ շատ։
Քեզ երեխա այդտեղ դրեցի։ Որ քեզ բռնում ինչ ես անում։ Դուք ուղղակի ձեր տղային եք պաշտպանում։ Անտանելի ագարոտել մեկինում չես հիշում։ Փաստորեն սա այն տունն էր, որտեղ անցել է քո մանկությունը։ Բայց բավականին մեծ է, չէ՞, այն ժամանակվա համար դա շքեղ լավ տուն էր։ Հա, բավականին ինքը մեծ է, հետաքրքիր տուն է ու մենք պլանավորում ենք ինչ որ ձևով իրան վերանորոգել, այսպես ինչ որ բաներ հետաքրքիր թողնել, բայց միևնույն ժամանակ ամեն դեպքում արդեն վերանորոգման կարիք ունի։ Հիմա ով է այստեղ ապրում։ Հորաքույրս։ Մայրիկդ այստեղ չի Չէ, ապրում։ մայրիկս Զինավանում է ապրում։ Հորաքույրս այստեղ է ապրում, տեսնենք որտեղ է ինքը միշտ ամեն օր իրան կարիքը չի խանգարվում, ինքը սարեր, ձորեր, անտառներ, միշտ բոլոր բաները մեզ ապահովում է։ Կանը։ Բարև ձեզ։ Կարի է անունը, բայց մենք բոլորս կան ենք ասում։ Գեղեցկունի բարոնունի։ Ծառաթացի Ամալյանա։ Տարին է։ Դե գիտես հաստատ Ամալային։ Հա, որտեվ հաճախակի եմ տեսնում ձեզ հաղորդումները։ Պատճառ։ Որ ժամանակ ունենում եմ նայում։ Նաև ինքը այո ինտերնետում է շատ ակտիվ, ոչ միայն սարերում ծրագրում։ Բոլոր հետաքրքիր մթերքները, դիլիկատեսները ինքը ապահովում է, սունկը, Հա, դամ պատրաստել ազնվամորին, չգիտեմ, տարբեր բաներ։ Ես ինչպես հասկացա, փոքր ժամանակ միասին էիք հաճախ գնում Ես տարել եմ մոշավակելու։ այս ամբողջ տարածքները, Այո։ այդտեղ տարել եմ եւ ոչ մի անգամ չեմ գրկել, օրինակ Սարոյին, եղբորը, հա, բայց ինքը չէ։ Եվ անտրտունջ զամբյուղներով սունկը հավաքում էր, շատ ընդունակ է եղել փոքրուց։ Մի անգամ եմ բացատրել թունավարը, որն է ուտել եւ վերջ։ Եվ գալիս էինք, բերում էր։ Նույնիսկ միջև հիմա որ դրել են այդ հողմակայանները, միջև այդտեղ բարձացել են։ Հա, այս գաղթարները ոտքով դեռ անենք շրջել եկել։ Եվ նաև տանում էր, որ ես նկարելու սիրում էի նկարել, ասել եմ Բարձացել ենք սանատ հիմա կոչվում է դենդրոպարկ, այդ բուսաբանականագին մենք ոտքով ենք գնացել, անտառների միջով ոչ մեքենա, հա։ Իմիջիայլոց Յուլիան ասում էր, որ անտառ եք գնում, որտեղ արջեր կային, վախենալու Չէ, բոլորովին արդեն ինչ էր անել, ինձ էր վախում փախչում, չէ, ձեր բան չկա։ Իսկ ես Յուլիային տեսել եմ առաջ անգամ 84 թվականի հոկտեմբերի 14-ին։ Քանի տարեկան էր Յուլիան այդ 11 ամսական գերմանական տիկնիկ տեսել եք, ինչ ճենապակ գեղեցիկ, աչքի կապուտաչյա, դեղցան մազերով տիկնիկ իսկական։ Դե հայերեն չգիտեր մի անգամից եկավ, ունգավ Հայաստան, մայրիկի հետ եկավ։ Մեր տանը քանի որ մեծամասամբ խոսվել է արևմտահայերեն, դե հայրիկս տեղացել է, բայց մամաս ֆրանսահայ է, ինքը այնտեղ ծնված մեծացած։ Մաման իր հետ խոսում էր եւ գերմաներեն, եւ ֆրանսերեն, եւ հայերեն, եւ ռուսերեն, հա։ Բայց առաջին բառերս հայերեն են։ Ինքը առաջին տարեկանում կեսում է խոսել, դուրս եկա, միջև չգիտեր որ լեզվով խոսի։ Որտեւ դե մի անգամից Ղազախստանից Հայաստան շփոթվել էր երեխան ու առաջին նախադասությունը է դուրս եկավ, ներս եկավ, իս դրսում անձրև է գալիս։ Մեր Յուլիան սկսեց հայերեն խոսել։ Ի տարբերություն իր քրոջը, որ Մարգարիտան ռուսախոս Հա, է։ ինքն։ Ռուսերեն է խոսել, իսկ Յուլիան ու Սարոն հայերեն։ Եվ միշտ խոսել է ճիշտ, գրական հայերեն։ Դուք ասացիք, որ 11 ամսականում առաջին անգամ տեսակ Յուլիային։ Ընկալումը առաջին ինչպեսին է։ Հարազատի նման տարբերություն չի եղել, երևի որ մաման եվրոպական կրթությամբ էր, հետո եթե սիրել է, վերել ինչ նշանակություն ունի, բոլորովին մեզ համար դա նշանակություն չունի։ Ինքը մեր տան արքադուստրն է եղել հենց սկզբից։ Պրինցեսը շատ ենք սիրել, հայրիկը սիրեն ավելի շատ էր սիրում, որովհետև հայրիկս քեռու աղջիկ է ունեցել, որի հայրը զոհվել է հայնական պատերազմի ժամանակ, մայրը լքել է 10 ամսական երեխային, հետո գյուղից որ ցանկացել են գնան դսեղ բերեն, իրենց պապիկը այդ մոր կողմից վաճառել է այդ երեխային, ու որ Յուլիան տուն մտավ, հետո այդպես էլ չգտան այդ անիչկա
փոքրիկ երեխային մեծացել էր ամբողջ կյանքում փնտրեցին չգտան, որ Յուլիան տուն մտավ, հայրիկիս աչքերից ինքը դե գյուղի մարդ էր, կոշտ, կոպիտ, բայց Յուլիայի մոտ ինքը դառնում էր ամենափափուկ, ամենաբարի պապիկը, մեզ հետ շատ կոպիտ է եղել, մենք իր երեխաներն ենք եղել, բայց Յուլիայի համար հարց չկար։ Զանգեց իր մեծ եղբորը, հոր եղբորը, որ մեր անիչկան տուն է եկել եւ տամպես մեր ամբողջ ազգուտակը Յուլիային պաշտում էր։ Միշտ սիրել են։ Հենց փոքրուց սիրել ենք։ Երբ դու առաջին անգամ իմացար, որ մեծացել ես ընտանիքում, որը քո ամենահարազատ մարդիկ են, բայց ամեն դեպքում արունակցական կապ չկա։ Ամեն դեպքում դա այն ինֆորմացիան չի, որ շատ հեշտ կարող ես ընկալել։ Այդ փուլում ինչ խոսակցություններ եք ունենում ընտանիքի անդամների հետ կամ գուցե դուք պատմեք այդ փուլում։ Մենք երբեք զգացնել չենք տվել զգացնել։ Ես գիտեմ, որ չեք։ Բոլորը ամբողջ գյուղը գիտեր, որ մեր աղջիկն է, մեր ավակ թորն է, ինքը հիմա էլ մեր տան ամենամեծ թորն է, մեր հպարտությունն է։ Երբեք դե լինում է, ամեն ինչ էլ լինում է։ Զուտ նկատի ունեմ այդ ինֆորմացիան վերցնելու փուլում։ Դա ստրեսային էր հենց սկզբում, այսինքն այդ իմանալ, որ դու այս ընտանիքից չես, որտեղից ես, ինչ ես, ու դա եղել է այդ պատրաստկովի շրջանում, այսինքն մի քիչ այդ հասկացությունը բարդ է ընդունվում, բայց ես տենց կոնկրետ, որ ասեմ ստրես եմ տարել, չէ, որովհետև չեմ զգացել տարբերություն ու երբեք նույնիսկ ասենք չի էլ խոսացվել այդ թեմայով ինչ որ բան, ուղղակի ինֆորմացիան ստացել եմ, որ ինչի է այդպես եղել, ոնց է ստացվել, որ այդպես է ու վերջ, ու դա փակվել է, ընդհանրապես չի խոսացվել ու չի հիշվել դրա մասին։ Տիկին Կարինե, երբ Յուլիան արդեն պիտի տեղափոխվեր Երևան ու Երևանում մենակ էր ապրելու, այդ ինֆորմացիայի հետ ընտանիքում ինչպես էիք հաշտվում։ Ինչա ցավագին էր։ Երեխան պիտի գնա մենակ ու վերջապես 18 տարեկան։ Իհարկե միշտ էլ անհանգստությունը շատ է եղել, բայց ի շնորհիվ իր մայրիկի շատ լավ հրաշք կին է Ելենան, ամեն ինչ արել է, որ աղջիկը շատ նեղություն չզգա։ Դե մենք ինչքան հնարավոր է, չափով էլի օգնել է։ Իսկ ված թողնել այդ կարոտի փուլը ինչպես է։ Դե գալիս էր, այնպես չէր որ Այդ շրջանում ավելի հաճախ էր գալիս, հենց ինչ որ տարբերակ էր լինում գալու, ես միանգամից գալիս էի այստեղ։ Յուլիա, իսկ դու ինչպես էիր ադապտանում այդ նոր իրականությանը քո Ես շատ դժվար եմ գնացել, ես հիշում եմ, որ շատ ուժեղ լացում էի, որ գնում էի, ես գիտեի, որ ես իմ երազանքի հետևից եմ գնում, բայց իմ համար շատ դժվար էր այդ հասկացությունը, որ կտրվել ես ամեն ինչից ու մենակ գնալ քաղաք, ես այդ վախը կար իմ մեջ ու հիշում եմ, որ շատ sense լացելով էի գնում, ում տեսնում էի ընթացքում գրկում էի, լացում էի հարևաններին, ընկերներից, բան։ Դե արդեն հետո գնացի, ընտելացա, բայց շատ հաճախ էի գալիս, որովհետև հենց ինչ որ ժամանակ էի գտնում այնտեղից գալու, միանգամից գալիս էի այստեղ։ Մենք ներքևում խոսում էինք, որ բավականին դժվար էր քո առանձնացումը ընտանիքից։ Իրականում այդ շրջանում ինչն էր քեզ համար մոտիվացիա հանդիսանում, արդյոք քո երազանքը քեզ համար մոտիվացիա էր, թե դու ավելի շատ ամեն դեպքում տագնապ ունեիր քո հարազատ միջավայրից կտրվելու ու Երևանում մենակ ապրելու համար։ Դե սկզբնական շրջանում հենց երբ գնում էի այդ տագնապն էր, որ ես գնում եմ այս փոքր հարազատ միջավայրից, որտեղ ամեն ինչ հարազատ է, մոտ է, մարդիկ, շրջապատը, ու գնում եմ քաղաք, որտեղ մենակ եմ լինելու, բայց բավականին շուտ ընտելացա քաղաքում, բավականին շուտ ընկերացա կուրսեցիներիս հետ, չնայած կարոտը շատ երկար ժամանակ բաց չէր թողնում, դժվար էի այդպես ընտելանում քաղաքին։ Ինչպիսին էր այդ ժամանակ քո կյանքը Երևանում։ Ակտիվ ուսանողական շրջան, հետաքրքիր, որովհետև ես երազում էի դրա մեջ լինել, իմ երազանքը կատարվել էր ու ես շատ սենց ինքնամոռաց այդ վիճակի մեջ էի, թատրոնի մեջ էի, ներկայացումների չէ, ավելի այդ ուսանողական վիճակի մեջ էի,
շատ տենց ակտիվ հետաքրքիր է անցել։ Ես ընդհանրապես բնավորությամբ խնդիր չունեմ ադապտացվելու, այսինքն շատ հեշտ եմ մերվում ընկերանում, եթե նույնիսկ հայտնվում եմ ինչ-որ միջավայրում, որտեղ դժվար խոսացող մարդիկ են շփվող, ես ինքս եմ առաջինը սկսում խոսել, ինչ-որ շփում եմ փնտրում, որպեսզի այդ լռությունը կոտրեմ։ Դրա համար տենց խնդիր չեմ ունեցել շատ։ Քո կյանքը գյուղում շատ ավելի փակ էր, թե հակառակը այս ամեն ինչը քեզ շատ ավելի ազատություն էր տալիս։ Դե տարբերությունը իհարկե մեծ է քաղաքի հետ, բայց ես միշտ ազատ եմ եղել, այսինքն եւ փոքր ժամանակ այս ազատությունը ունեցել եմ, ինքը շատ ազատություն է տալիս եւ դու վախերդ կորցնում ես, դու վախի զգացում չես ունենում այստեղ։ Ես քեզ պատմում եմ, որ մենք մենակ երեխաներով ասենք գնում էինք անտառ, ու ընդհանրապես չէինք վախենում, ճանապարհ երկար, շատ բարձրանում էինք անտառներ, սար, ու ընդհանրապես չենք վախեցել, ու այդ փորձությունները շատ հեշտությամբ ենք անցել, այսինքն ես արդեն տենց կոփված եմ եղել, որ գնացել եմ քաղաք, իհարկե քաղաքում դժվարությունը ուրիշ է, արդեն մարդկանց հետ շփումն է ուրիշ եւ չխաբվելու, այդ միամիտ չլինելու խնդիրն է, որ դու այստեղից ավելի միամիտ ես գնում, նախ երիտասարդ ժամանակ ես գնում, երկրորդն էլ ամեն դեպքում գյուղի միջավայրը, գյուղի դաստիարակությունը ուրիշ տեսակ է, այսինքն քաղաքի մարդկանց հետ տարբերվում է այդ ամեն ինչը, ու սկզբում մի քիչ դժվարություններ կան, որովհետև դու ամեն ինչին հավատում ես ու մտածում ես հենց այդպես է որ կա։ Այստեղ արջերից չէր վախենում, Երևանում մարդկանցից վախենում էիր։ Դե չէ վախենում, բայց սկզբնական շրջանում սենց ամեն ինչը սենց շատ բաց եմ ընդունել, ընկալել, որովհետև ես ոնց որ այստեղի մարդկանցով եմ չափել, ինձնով եմ չափել շփումը, բայց ընթացքում արդեն ասում եմ սվալկամի ժից поволчивыть։ Յուլիա, իսկ այն ժամանակ ամենից շատ ում էիր կարոտում, ում համար էիր ամենից շատ ուզում վազել գյուղ։ Ընկերներիս, դե մայրիկիս, չնայած մայրիկս աշխատում էր ավելի հաճախ գալ, որ ես այդ ադապտացման շրջանը ավելի հեշտ անցնեմ, մամայիս հետ ավելի շատ ժամանակ էինք անցկացնում, քաղաքն էինք ուսումնասիրում, սրճարանները, զբոսնում էինք, տարբեր տեղեր էինք գնում, բայց այս միջավայրը, տատիկիս տունը, ընկերներիս, այդ մի ձևի ազատությունը, ջերմությունը, սկզբնական շրջանում դրան էի կարոտում շատ։ Դու մեր ջերմությամբ խոսում ես եւ տատիկի եւ պապիկի հետ հարաբերությունների մասին, բայց հետաքրքիր է միշտ նշում ես տատիկիս տունը։ Մայր իշխանություններ։ Այդ գիտես տարբերությունը ինչ հետաքրքիր էր, որ թվում է թե լորեցի տղամարդը պետք է այսպես բրուտալ, ջղայն, ինչ որ տարբերակ լինի տղամարդու եւ կինը ավելի խոնարհ, տենց լսող, բայց տատիկս քանի որ հայրենադարձ էր Ֆրանսիայից էր եկել, ինքը բավականին սենց պինտկին էր եւ հրամանատարի ավելի բնավորությամբ դասավանդում էր տարբեր դպրոցներում, իհարկե ասենք չեմ ասում, որ մայր իշխանություն էր լիարժեք, բայց տենց տատիկս լավ ուժեղ բնավորություն ուներ, չնայած պապիկս խիստ է եղել իր երեխաների հետ բավականին, ասենք եղել։ Քեզ է երես տվել։ Հա, միայն իմ հետ շատ փափուկ է եղել, դրա համար ես որ պատմում են մեկ-մեկ, որ հորաքույրներս որ նույնիսկ ցույց չի տվել, որ սովորեն, ինչ որ ընդունվեն համալսարան, այսպես մեծ հորաքույրս բունտար է, գնացել է, ամուսնացել է Մոսկվայում, որովհետև ոնց որ այս փակ վիճակից ուզեցել է գնա, բայց իմ դեպքում ընդհանրապես չի եղել տենց։ Պապիկս շատ ջերմ է եղել ու մենք իրար հետ շատ լավ ընկերներ ենք եղել։ Ինչ ես սովորել տատիկից ու պապիկից։ Քանի որ իրանք շատ տարբեր էին, պապիկից երևի այդ ազնվությունը, մաքրությունը, հոգու մաքրությունը, մարդու լորվա միամտությունը, բարությունը, իսկ տատիկիս դեպքում ինքը արիստոկրատ ընտանիքից էր ու շատ բաներ բերել էր իր հետ, այսինքն այդ միջավայրում եմ մեծացել, որ անձեռոցիկների վրա մեր անուն ազգանվան առաջին տառերն էր ասեղնագործած սրբիչների վրա, այսինքն մենք բոլորս առանձին մեր սրբիչները, մեր անձեռոցիկները, ծվի ամանները պարտադիր, այսինքն նախաճաշը, ճաշը, ընթրիքը, այդ ամեն ինչը այդ ձևով էր կազմակերպված միշտ լինում ու այդ էսթետիկան, խոսքը,
Եթե նկատեցիր, ասենք նույն հորաքույրս լրիվ տարբերվող հայերենով է խոսում ու բավականին իմ վրա ազդեցություն ա ունեցել, այսինքն նաև այդ հայերենը ես իրանից եմ սովորել։ Դու այստեղի ձեր տանը տեսնելով այդ էսթետիկան, որը ձեզ համար ապահովում էր տատիկդ, դա արդեն ինտեգրել ես նաև քո երևանյան կյանքին, չէ՞։ Այդ ամեն ինչը ինչ ես կարծում, նաև քո ներսից էր գալիս, թե տատիկիդ ազդեցությունը քեզ վրա մեծ էր շատ։ Չէ, կարծում եմ, որ իմ ներսից էլ է գալիս, որովհետև մենք 3 երեխա ենք, 3-ը տարբեր ենք։ Չնայած իմ եղբայրը ավելի նման է ինձ նաև այդ առումով, էսթետիկայի եւ ինչ որ խոհանոց սիրելու, պատրաստելու, այդ առումով մենք նման ենք։ Քույրիկս ավելի այսպես ճիշտ մասնագիտություն է ընտրել զինվորականի, որովհետեւ ինքը ատաման է։ Սենց շատ պինդ աղջիկ է։ Ու ինքը այդպես այդ էսթետիկայի բանի մեջ չկա։ Սիրում է բան գեղեցիկ, դե որպես կին ամեն ինչ հետաքրքիր է, բայց այս ոճի մեջ չէ ինչ որ ես։ Իհարկե տատիկիս ազդեցությունը շատ մեծ է եղել էսթետիկայի այդ ամեն ինչի դաստիարակության մեջ, բայց ինձ թվում է հենց իմ մեջ էլ է դա եղել։ Տանը ում հետ էիր ավելի կապված։ Մայրիկիս, քույրիկս դեռ փոքր էր, ավելի տենց շատ ընկերական չենք, բայց հետագայում հիմա օրինակ ավելի ընկերներ ենք, շատ մտերիմ ենք։ Իսկ եղբորդ հետ։ Եղբորս հետ էլ, բայց եղբորս հետ ոնց որ այնպես ստացվեց, որ ինքը դպրոցը ավարտեց, գնաց արդեն հատուկ դպրոց KGB-ի, այդպես 5 տարի Ռուսաստանում էր սովորում, այսինքն շփումը շատ տենց չի եղել։ Մենք իհարկե շատ կապված ենք, սիրում ենք, շփվում ենք, բայց քույրիկիս հետ հիմա ավելի շատ հաճախ ենք տեսնում իրար, ավելի շատ ենք շփվում ու ավելի մտերիմ ենք։ Յուլիա, դու խոսում ես, ես իհարկե սա քեզ առաջին անգամ չեմ ասում, բայց իսկապես շատ դժվար է քեզ լսելով հասկանալ, որ քո արմատները գերմանական են, բայց ամեն դեպքում դու երբևէ ունեցել ես օրինակ ցանկություն ճանաչելու նաև քո բիոլոգիական արմատները, թե դու այնքան ես սիրել եւ ընդունել այս լորվա մարզի բարձությունը որպես քոնը, որ դու ինքդ էլ չես ընկալում, որ իրականության մեջ բիոլոգիան գերմանական է։ Շատ ժամանակ չեմ ընկալում, որովհետև իսկապես շատ սենց իմն է լորին, իմն է Հայաստանը։ Չնայած ես ուսումնասիրել եմ, ես եղել եմ իմ պատմական հայրենիքում, Բավարիայի կողմից է հայրիկս, բայց կարող եմ ասել, որ բավականին նման են այնտեղի գերմանացիները հայերին, ավանդույթներով, այդ ամեն ինչով իրանք բնավորությամբ էլ բավականին նման են հայերին։ Դրա համար երևի, չգիտեմ, այդ արյունը տենց խաղում է Հայաստանում ճիշտ ձևով։ Դու ընտանիքում բոլորի հետ հարաբերությունների մասին խոսում ես շատ, բայց հայրիկի հետ հարաբերությունների մասին որպես այդպեսին շատ չես խոսում։ Դե իմ կոնկրետ հայրիկի հետ ես կապ չունեմ։ Քո կենսաբանական հայրիկի մասին, ես քո լորեցի հայրիկի մասին էի հարցնում։ Իր հետ ընդհանրապես ես խնդիր չեմ ունեցել, այսինքն ես մինչև այդ թուղթը կարդալը չեմ իմացել, չեմ զգացել ոչ մի տարբերություն։ Նույնիսկ առավելություն եմ զգացել։ Փոքր տարիքում այդ շատ ջերմ հարաբերությունները եղել են։ Հա, շատ։ Բայց մեծ տարիքում կարծես թե ոչ միայն քո, այլև որևէ մեկը կապ չունեք այլևս, այսինքն դա անհատապես քո խնդիր է։ Չէ, ոչ մեկիս հետ կապ չունենք։ Ոչ մեկը իր հետ կապ չունենք, այսինքն ինքն է կապը խզել, չի կարողացել մեր հետ շփվել, էլի։ Նաև իր կենսաբանական երեխաների մասն է խոսքը, բայց դա քեզ վրա ծանր անդրադարձավ, որովհետև ի վերջո դու մեծացել ես այդ մտքով, որ քո հայրիկն է։ Չէ, իմ վրա ծանր էր անդրադառնում իր վերաբերմունքը մայրիկիս հանդեպ։ Այսինքն դրա պատճառով մենք բոլորս էլ իր հետ չշփվելը ծանր չենք տարել։ Հիմա քո մայրիկը քո հայրական ընտանիքի հետ միևնույն է էլի շատ ջերմ հարաբերություններ ունի, բոլորը այսպես նա ու վերջ Ելենան ամբողջ օրը Ելենա ասելով, այսինքն մինչև տատիկիս մահանալը իմ մաման իր կողքն է եղել մինչև վերջի րոպեն։ Յուլիա, իսկ քո արդեն բիոլոգիական գերմանացի հայրիկին հանդիպել ես երբևէ, թե այդպես էլ հանդիպելու առիթ չեղավ։ Չէ, չեմ հանդիպելու առիթ չի եղել, այսինքն այն ժամանակ դեռ կապը ոնց էր կորցված է եղել, երբ որ ես եկել եմ Հայաստան, ու այդպես էլ կապ չեմ ունեցել։ Ինքը փորձել է ինձ գտնել,
Բայց հետո եւ ստեղ որ խնդիրներ եղավ արդեն այդ անկախության եւ այնտեղ խնդիրներ եղան Ղազախստանում, որտեղ գերմանացիներին այնտեղից ոնց որ կարելի ասել աքսորեցին, այսպես կապը կորցրել ենք։ Ուղղակի դու չգիտես ինքը որտեղ է, ինչով է զբաղվում։ Ես գիտեմ, որ Գերմանիա է գնացել։ Բայց հետաքրքրություն առաջանում է քեզ մոտ, թե Մեկ մտածում եմ, որ կարելի է ինչ որ ձևով գտնել։ Հիմա պետքա ծննդականից հարցերով զբաղվեմ, քանի որ այստեղ երկրաշարժի ժամանակ կորցրել ենք ծննդականս ու ուզում եմ նաև դրանով էլ զբաղվել միանգամից, հասկանալ, թե ոնց կարելի է գտնել։ հուսանք կգտնես։ Հուսանք։ Այս հատվածով դու նաև ամեն օր դպրոց ես գնացել, այսինքն այս ճանապարհը ոտքով ամեն օր անցնում էիր։ Այն ժամանակ այդ քեզ համար ինչ որ դժվար ճանապարհ էր, թե քո թռվռալու ուրախ զվար դպրոց գնալու ճանապարհներ։ Շատ ժամանակ ոտքով եմ հենց գնացել, չնայած մեզ միշտ ունեցել ենք մեքենա տրամադրված դպրոց գնալ գալու համար Զորամասից, բայց մենք մնում էինք եւ ոտքով էինք բարձրանում, որովհետեւ մեր համար հետաքրքիր էր դասընկերներով կամ քույրիկիս հետ բարձրանալ կամ իջնել դպրոց, միշտ ինչ որ հետաքրքիր մի բան պատահում էր կամ էլ հետաքրքրությամբ հետևում էինք ինչ որ բաների, ինչը կատարվում էր մեր շուրջ։ Իդեպ փոքրիկը եւս ընտրեց զինվորականի մասնագիտությունը։ Մայրիկիս հետ աշխատում, այո։ Երբևէ եղել է, որ քեզ էլ փորձեն ներգրավել իրենց դաշտ, թե քո դեպքում դա անհնար էր։ Իրենք միշտ իմացել են, որ ես ասում էին շաշ արվեստագետ է, դե որ շաշ են ասում նորից։ Իրան ուշադրություն մի դարձրեք, լավ, ոչինչ, նեղված է, լացում է, պետքա ստեղծագործի, ինքը լաց կանա, որովհետև ինքը ստեղծագործում է, իրան պետքա ուրիշ ձև մոտենակ, հասկանաք։ Ես միշտ եմ ստեղծագործել, այսինքն ես, չգիտեմ, դրսում էլ բույսերից կամ ինչ-որ բաներից տիկնիկներ էի պատրաստում ծաղիկներով, տնակներ էի պատրաստում փոքր ժամանակ, տուն էի բերում, չորացնում էի թիթեռներ, ծաղիկներ, անընդհատ ես այդ վիճակում եմ եղել։ Դրա համար այսպես ինձ երբեք չեն էլ մտածել, որ ես կգնամ այդ ուղղությամբ։ Դե առավելևս չես մտածել։ Քույրիկդ կիսով չափ հայ է, թե քույրիկդ էլ է գերման։ Չէ, կիսով չափ հայ ու գերմանուհի։ Դու որ գալիս ես այստեղ, հենց այստեղ ես այդ ընտանեկան ջերմությունը զգում, թե դու Երևանում էլ ես դա զգում, այսինքն դա մի բան է, որ քեզ հետ տարել ես նաև այնտեղ։ Փորձում եմ Երևանում այդ ջերմությունը լինի, բայց միևնույնն է, մինչև չեմ գալիս այստեղ, մեկ-մեկ հենց այդ վիճակն եմ կարոտում, որ ես պետքա գամ, մայրիկիս խոհանոցում նստենք, իրար հետ ինչ-որ բան խոսենք, պատրաստենք, երեխաներս գան, նստենք, հաց ուտենք, այդ վիճակը միևնույնն է Երևանում ոնց որ չկարողանաս ունենալ։ Մենք քո մայրիկին այսօր չտեսանք, որովհետև ինքը շարունակում է զինվորականի իր աշխատանքը։ Իդեպ մայրիկդ էլ գերմանուհի է։ Դու հաշվի առնելով սահմանին կատարվող տարբեր իրավիճակները, երբևէ եղել է, որ ինչ որ առումով ափսոսես մայրիկի մասնագիտության համար կամ վախեր ունենաս։ Ոչ ես եմ ափսոսել, ոչ էլ մայրիկս, որովհետև այդ հարցը մայրիկիս էլ եմ տվել ու ասել եմ, ասենք դու առաջին հնարավորություն ունեիր գնալու Գերմանիա, որովհետև դու բոլոր փաստաթղթերը ունես ու դու այդ իրավունքը ունես, բայց ինքը ասում է, а куда я поеду, кому поеду? Здесь моя родина, здесь моя жизнь, здесь вы. Ինքը առաջինը չի կարող ու մենք երբեք ոչ մեկս չենք մտածել գնալու մասին, երբեք։ Ոչ թե Գերմանիա գնալու մասն է խոսում, այլ զինվորականի համար մտավախությունների։ Դե զինվորական լինելով ավելի շատ ինքը ստեղ տեղում է եղել, իհարկե ստրեսը մեծ է եղել, բայց արդեն երկրորդ դեպքներ, երկրորդ պատերազմական շրջաններ, որ ես հիշում եմ ու մայրիկս էլ էր աշխատում, այսինքն առաջին 90-ականներն էր։ Մենք անցել ենք այդ շրջանով, բարդ, շատ շրջանով,
Դե Փարքասու իրենք, ասենք, չեն գնացել սահման, այստեղ են եղել, բայց էլի շատ դժվար է եղել։ Քո մանկական հիշողությունների մեջ ինչ որ վախեր ա ձևավորել, թե չէ։ Չէ, ես այնպես ուրախ եմ հիշում նույնիսկ այդ տարիները, որովհետև մութ էր բան, բայց այդ նույնիսկ այդ զինվորականները, որոնք գալիս էին կամ երբ որ իմացանք, որ արդեն հաղթել են, այդ, չգիտեմ, տանկերով, վանով եկան ու նենց դա նենց տպավորվել է, որ շատ sense բարձր ինչ որ գոռալով, երգելով, կրակելով, այդ ամեն ինչը վառ հիշողություն է իմ համար ավելի շատ։ Դու գիտես, թե քեզ վրա ինչպես է ազդել բնությունը, հա, քո ձևավորման վրա։ Հիմա օրինակ երբ քո երեխաները մեծանում են Երևանյան իրականության մեջ, դու զգում ես օրինակ հստակ տարբերությունները, այն մանկության վրա այս միջավայրը էսպես է ազդում, քաղաքային միջավայրը էսպես է ազդում։ Դա ակնհայտ տարբերություն կա, չնայած ես իմ երեխաներին շատ եմ թողնում, որ բակում լինեն, այսինքն իրանք սովորել են, որ պետքա բակում լինեն, խաղան, այսպես տանը չեն լինելու անընդհատ պլանշետների, հեռախոսների մեջ ու իրանք իսկապես լրիվ բակի երեխաներ են։ Չնայած երկուսն էլ իրանք զույգ են, բայց ահավոր տարբեր են, նույնիսկ ստեղ էլ որ գալիս են, Լեոն շատ մեծ սիրահար է այս ամեն ինչի, կենդանիների, խոտերի, հողի, մտնի, ինչ որ բան խաղի, փորի, այդ ամեն ինչը իրան շատ հետաքրքիր է։ Մուշոն չէ, Մուշոն ավելի սենց էսթետիկ վիճակում է, ավելի քաղաքային վիճակ է ու դա արդեն վառ արտահայտվում է իր մեջ։ Չնայած ինքը երկուսն են նույն բանն են, չէ՞ տեսնում, ասենք նույն մամայիս տանը, տատիկիս տանը կամ Երևանում, բայց սենց վառ տարբերություն զգացվում է։ Դա նաև ծնողներից ամեն դեպքում գենետիկա եւ վարքը կրկնօրինակելն է։ Հա, դա իսկապես գենետիկայով գալիս է, որովհետև ինձ թվում է դա դաստիարակության, ինչ որ բանի հետ կապ չունի, դա արդեն բնավորություն է։ Երբ որ Երևանում ա քո կյանքը, հաճախ ես հիշում այստեղի կյանքը, թե այստեղ գալով ես հիշում այստեղի կյանքը։ Չէ, հաճախ եմ հիշում, չեմ կարող ասել, որ կարող է այսպես գալ ու մնալ այստեղ, ապրել։ Որովհետև ամեն դեպքում արդեն քաղաքում սովորել եմ, երեխաներս քաղաքում են, դպրոց ու իմ աշխատանքը չեմ կարող, որովհետև սիրում եմ նաև իմ աշխատանքը, չեմ կարող հրաժարվել, բայց կարոտը ավելի շատացել է հիմա, ինչ որ շրջան այդպես շատ մեծ կարոտ չեմ ունեցել, որովհետև ավելի երիտասարդ, ավելի ակտիվ վիճակում եմ եղել, բայց հիմա ավելի շատ է ձգտումս լռության, հանգստության ու այդ ցանկությունը, որ ստեղ ինչ որ տուն ունենալու, որ ինչ որ տեղ ունենամ փախնելու հանգիստ տեղ։ Յուլիա, իսկ գյուղից ընկերներ ունես, որոնց հետ առ այսօր շփվում ես, թե Հա, ես դասընկերներիս հետ փորձում եմ հաճախ շփվել, այսինքն չենք տեսնվում շատ հաճախ, փորձում ենք հիմա ինչ որ ձևով կազմակերպել, բայց մեկ-մեկ գրվում ենք, այսպես ինչ որ կապ պահպանում ենք, չենք կորցնում իրար։ հիմա այստեղ շատ մարդիկ կան, որ ապրում են, թե ավելի քիչ են։ Չէ, նույն ձևով բնակվում են բնով։ Այսինքն չեն գնում գյուղից մարդիկ։ Միայն մի տուն է, որ գնացել են, մեկնել են Ռուսաստան, մեր սանիտները։ Երիտասարդների մեջ են ավելի շատ գնում են, ինչ որ ավելի ընտանիքով տեղափոխվել են։ Դե չէ, բոլոր տները բնակելի են։ Երբ դու ընտրում էիր դերասանուհու մասնագիտությունը, դա այն ժամանակահատվածներ, երբ մասնագիտությանը այսպես սվիններով էին վերաբերվում առավելապես մարզերում, թե արդեն այդ շրջանը հաղթահարված էր ու մարդիկ շատ ավելի այլ մոտեցում ունեին։ Դե այդ շրջանում դեռ այդ բանը կար, որ ոնց դերասանուհի, դերասան, բայց ինձ այնքան են այստեղ տեսել այդ վիճակում։ Այսինքն ես անընդհատ այս բակում ինչ որ տիկնիկներ էի կարում, տիկնիկային ներկայացում էի բեմադրում, շորեր էի գտնում, ես էի ներկայացում անում հարևանի երեխաների հետ։ Այսինքն ես այնքան եմ եղել այդ միջավ, որ իրանք սովոր էին ու չէին պատկերացնում, որ ես ինչ որ ուրիշ մասնագիտություն պետք է ընտրեմ։ Չնայած առաջնային ես ընտրել էի նկարչու նկարիչ է ուզում դառնալ, ես հենց այդ նպատակով եմ գնացել ինստիտուտ ընդունվելու, ուղղակի ինձ ասեցին, որ ես այսպես պրոֆեսիոնալ դպրոց չեմ անցել, ավելի ինքնուս եմ նկարում ու ինձ շատ բարդ կլինի այդ ուսանողների հետ, որոնք արդեն պատրաստի համարյա նկարիչներ են գալիս ինստիտուտ ընդունվելու ու այդ ժամանակ առաջարկը եղավ, որ առաջին ռուսական դերասանական կուրսն են հավաքում
Գրիգարյանը։ Միգուցե փորձես, արի պատրաստվի, էտյուդների, բաների, այդ ամեն ինչը պատրաստի ու արի որպես դերասանուհի փորձի։ Վայ, ինչ հետաքրքիր բան ես պատմում։ Կյանքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից դու բախվում ես քո առաջին երազանքի ոչին, մյուս կողմից քեզ համար ստեղծվում է նոր հնարավորություն, նոր ճանապարհ, ու այստեղ բացառապես մարդու ընտրության հարցն է, հա, ինքը ոչն է իր հետ որպես բեռ տանելու, թե այոն է որպես ուրախություն վերցնելու։ Դու որ տեսակին ես պատկանում այդ տարիքում իրավիճակը ավելի շատ ոչի մասին էր, թե այոյի։ Այոյի, որովհետև ես նայել էի սիրում, այսինքն այս դեպքում ես ուրիշ ինչ որ տարօրինակ առաջարկ չէի ստացել, ես դրա մեջ էի, եւ նկարչության, եւ դերասանության, եւ նաեւ բավականին սենց ռիսկով էի, միշտ էլ տենց վախեր չեմ ունեցել, բավականին ռիսկով եմ եղել, ու ես ասացի, իսկ ինչու ոչ, պետքա փորձեմ։ Յուլիա, իսկ քո կյանքում շատ են եղել իրավիճակներ, երբ նաև հանգամանքների բերումով է քո ճանապարհը գծվել ու դու հասկացել ես, որ վայ, բայց շատ սիրուն ստացվեց ամեն բան։ Հա, շատ է լինում։ Հետո ես բնավորություն ունեմ, որ ինչ որ բան եթե ուզում եմ, ակամա ասում եմ, իսկ ինչի օրինակ սա չեն անում, իսկ ինչի օրինակ ինձ չեն կանչում, իսկ ինչի օրինակ պատմական սերիալ չեն նկարում, ինձ էլ հրավիրեն, բայց ու դա կարող է այնքան ասեմ, ոչ թե հատուկ, այլ խոսակցությունների մեջ, որ ի վերջո դա կատարվի։ Նույնիսկ ես հայտնվեցի փսիխոզ ներկայացման մեջ, որ ընդհանրապես ոչ մի ձևով չէի պատկերացնում, որ կարող եմ այդ ներկայացման մեջ հայտնվել ու իմ երազանքներից մեկը կկատարվի, որովհետև ես փոքր ժամանակ, երբ որ պատմության գիրքը դաս էինք անցնում Եգիպտոսի մասին, միշտ երազել եմ բուրգերը տեսնել, ու մայրիկիս ասում էի, որ տեսնես տենց օր կլինի, որ ես բուրգերը կտեսնեմ, որ դա իմ համար անհասանելի, ժամանակ ճամփորդելը շատ անհասանելի բան է։ Ու ես ընդունվում եմ ինստիտուտ, ես ընդունվում եմ ռուսական թատրոն, բայց լրիվ պատահական իմ ընկերուհու հետ գնում եմ Սունդուկյան թատրոն փորձի, որովհետև ինքը փորձի է լինում։ Ու ծանոթանում եմ Սուրեն Շավերդյանի հետ, որը ինձ հրավիրում է փսիխոզ, որովհետև փսիխոզը բեմադրվում է ռուսերեն։ Ու ես հայտնվում եմ Եգիպտոսում, 14 օր ուղակի իմ պատուհանից ամենամեծ բուրգն է լինում, ու ես դա այնքան է տպավորվել իմ մեջ, որ երազանքները իրոք կատարվում են, ու եթե դու իրոք ինչ-որ բան շատ ես ուզում, լինում է։ Երազանքների կատարման համար որը պիտի լինի երազողի գործողությունը։ Անկեղծ դա ուզել, կարծում եմ ոչ թե այսպես ամեն օր դրա մասին սենց ասել, սենց երազել հատուկ ինչ-որ ձևով, այլ անկեղծ իսկապես ուզել։ Ու ինչքան այդպիսի բաներ են եղել, իմ հետ ի վերջո կատարվել է։ Միշտ երազել եմ պատմական ինչ-որ կերպարում հանդես գալ, ու մտածել եմ, որ երևի Հայաստանում, չգիտեմ, կնկարեն, չեն նկարի նույնիսկ թագավորական շրջանի։ Անընդհատ խոսում էի էլի դրա մասին, որ շատ կուզեի հենց այդ, քանի որ զգեստներով էի զբաղվում թատրոնում ու հետաքրքիր էր, ասում էի, կարելի էր տենց ինչ-որ պատմական ներկայացում էլ բեմադրել, որտեղ շատ հետաքրքիր կլինի այդ զգեստների ստեղծման շրջանը։ Ասում էի ոնց կնկարվեի ու օրերից մի օր ուղղակի հանրայինից առաջարկ եմ ստանում, որ նկարում ենք այսպիսի սերիալ եւ հանրայինը առաջի անգամ ենք աշխատում հանրայինի հետ, միշտ ունեցել եմ առաջարկներ, բայց չգիտես ինչու տարիներ շարունակ ես չեմ կարողացել այնտեղ աշխատել, այսինքն միշտ չի ստացվել։ Ու այս անգամ մի անգամից այսպես գլխավոր դերով առաջարկ, որի կերպարի անունը Թագուհի է, 20-ական թվականներ, հատուկ, չգիտեմ, քանյաց զգեստ է ստեղծվել իմ համար, կարվել, այսինքն դա անհավանական չէ, բայց կարելի է ասել էլի երազանքներից մեկն էր, որը ես շատ էի երազում ու ուզում։ Իդեպ դու երազում ես նաև այդ պատմական ֆիլմերի նկարչությունը, զգեստների նկարչությունը անելու մասին, որովհետև դու ըստ էության նաև որպես զգեստների նկարիչ ես աշխատում։ Հա,
Իհարկե դա շատ բարդ աշխատանք է, ես կարծում եմ, որ մենակով չի կարող անել, բայց հիմա չեմ կարողանում չխառնվել, որ գնում է դերձակի մոտ կամ զարդերը բան, ասում ես ունեմ զարդեր, ես կբերեմ մի հատ նայենք, ես գոտի ունեմ, ես չգիտեմ ինչ, անընդհատ չեմ կարողանում, արդեն երևի նաև դա էլ որպես երկրորդ մասնագիտություն է ինձ մոտ, որ ես չեմ կարողանում չխառնվել այդ ամեն ինչի։ Դու այդ երկրորդ մասնագիտությունը ունես, թատրոնում բավականին մեծ փորձել ունես, բայց օրինակ չես մտածում դա նաև այլ աշխատանքի վերածելու մասին, որովհետև գիտենք, որ օրինակ նույն դիզայներությամբ զբաղվել, հագուստի որևէ գիծ թողարկել, քեզ մոտ գիտենք, որ շատ լավ կստացվի, ժամանակին դու զարդերի բիզնես ունեիր, հետո դա կարծես թե թողեցիր։ Հիմա մտածում ես այդ մասին։ Շատ եմ մտածում, նույնիսկ ուզում եմ վերադառնալ զարդերից, ուղղակի երեխաների շրջանում ոչ մի ձևով չէի կարողանում հասցնել, բայց հետաքրքիր է, որ հենց խորանում եմ, որ պետքա ինչ-որ այդ ուղղությամբ կամ ինչ-որ բան ստեղծելու ուղղությամբ, միշտ ինչ-որ ֆիլմերի, սերիալի առաջարկներ ա լինում ու այդպես ոչ մի ձևով չեմ կարողանում դրա վրա ֆիքսվեմ ու անեմ։ Չնայած դրա համար եմ ուրախ, որովհետև մանավանդ այս վերջերս բավականին լավ շատ հաջող պրոյեկտներում եմ նկարահանվում ու շատ ուրախ եմ։ Դու նշեցիր նաև, որ երբեմն մտածում եմ, այ ինչու ինձ չեն հրավիրում, երբեմն դու քո մեջ ունենում ես այն զգացողությունը, որ վայ քեզ չեն նկատում, չեն հրավիրում կամ գուցե այն հրավերները, որ մեզ թվում է, որ վայ ինչ լավ է Յուլիան այստեղ էլ է նկարվում, այնտեղ էլ է նկարվում, քեզ մի քիչ ավելի քիչ են թվում։ Դե լինում են կերպարներ, որտեղ ես մտածում եմ, որ կարող է օրինակ ես էլ կարող է լինեի, բայց դե շատ ժամանակ նաև որպես ուրիշ ֆեյսի, այսինքն ոչ համապատասխան հայկական այդ արտաքին տվյալները ոչ հայկական ես։ Ասենք թե ինչի ես в принципе ես էլ կարող էի լինել sense, բայց երբեք նախանց չեմ եղել, ոչ թատրոնում, ոչ այդ միջավայրում, երբեք, նույնիսկ շատ ժամանակ խուսափել եմ, որովհետև շատ չեմ սիրում ուշադրություն։ Ես սիրում եմ մենակ մնալ։ Նախանց լինելու մասին չէ խոսքը, որովհետև քեզնից երբեք ես գոնե այդ vibe-ը չեմ ստացել, բայց մեր մասնակցության մեջ շատ կա է, ու դա մեկ-մեկ նաև պետք է։ Իմ համար այս շրջանում շատ sense այդ ամեն ինչը բավարար է, այսինքն եւ ուշադրությունը, եւ առաջարկները գնահատված եմ ինձ զգում։ Ինձ բավարար է այս ամեն ինչը։ Յուլիա, դու հիմա քո ընտանիքի եւ աշխատանքի համատեղումը կարողանում ես այնպես անել, որ ինքդ քեզնից գոհ մնաս, թե միևնույն է։ Գիտես ինչ, փորձում եմ, մեկ-մեկ մեղքի զգացում իհարկե լինում է, որովհետև ես կարող ասենք մի ամբողջ օր չտեսնեմ երեխաներից, քանի որ իրանք դպրոց են, հետո գալիս են, ես կարող եմ նկարահանման լինեմ ու երեկոյան անպայման տեսնում ենք, չնայած ես միշտ տանն եմ ու իրանց քնացնում եմ, իրանց կողքն եմ լինում, բայց մեկ-մեկ այն որ սենց մտնում եմ սենյակ, ասում եմ հիմա ինձ ասում եք ես լավ մամա եմ, թե վատ մամա ասում եմ, չէ, լավն ես մամա, հաստատ ինչ որ դժգոհություններ ունեք, փորձում եմ հասկանալ, դե երեխա են ամեն դեպքում իրանք կարող իրենք որ մեծանան հոգեբաններին ինչ են պատմելու, բայց փորձում եմ իրանց հետ լինել, ուղղակի նաև հասկանում եմ, որ այս շրջանը ես չեմ կարող բաց թողնել։ Երբեմն լինում է, որ կարոտում ես երեխաներին։ Դե հա, լինում է, որովհետև ես վերջի շրջանում օրինակ 8 օր ես նկարահանումների էի։ Բայց իրենք էլ այստեղ հա, իրենք այստեղ ինձ չէին հիշում, ճիշտն ասած։ Բայց դե իհարկե կարոտում եմ, շատ կարոտում էի։ Ավելի շատ մեկ-մեկ այդ մեղքի զգացումն է, որ ինչ որ շատ ժամանակ չես կարողանում տրամադրել, այսինքն եթե տանն էլ լինում ենք, դու ասենք այդ հոգնած վիճակը բան, ինչ որ չես կարողանում նույն նստես իր հետ ինչ որ բան նկարես, կամ ինչ որ լեգո դասավորես, փորձում եմ իհարկե, բայց երկուսի հետ միասին շատ բարդ է։ Այս դեպքում արդեն ոչ միայն հոգնածությունն է, այլ մեկը անընդհատ այդ մամ, մեկը ասում է մամ մի հատ ինձ նայ, մամ մի հատի մնայ, մամ մի հատի մնայ, ու դու չգիտես ոնց։ Նաև իրենց մրցակցությունը։ Հա,
Իրանք շատ խանդում են իրար ուրից։ Հիմա ասենք ինչքան հնարավոր է այդ դպրոց գնում են, դպրոցից հետո ինչքան հնարավոր է մենք իրար հետ լինում ենք, բայց այն փաստն է, որ նաև պետքա մի քիչ քեզ էլ սիրես, որովհետև եթե դու վատ եղար, իրանց լավ չի լինի դրանից։ Փաստորեն ձեր տան մոտակայքում եկեղեցի կա։ Սա Սուրբ Հովանեսն է։ Մեր գյուղը այստեղ չի եղել։ Տորմակադուր է կոչվում, հիմա դեմ չգիտես ինչ պայմաններում գյուլագարակի տարածքն է անցել։ 5-րդ դարում երկրաշարժից հետո փլվել է, ավիրվել է տարածքը, հետո բաժանվել են, երկու եղբայր են եղել, ինչքան հիշում եմ, որովհետև մենք ունենք մի շատ գիտակ պատմաբան, մեր գյուղից էր, գնացել ենք կսկալա է կոչվում մի 4 հոգի, այդ տեր հոր հետ, հետո եկել է այստեղ կառուցել են Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին, իսկ 1734-35 թվականին է նորից կառուցվել, որովհետև մի քանի անգամ այրվել է, նույնիսկ մալականներն են այրել, հետո այստեղ կազաչի պոստ է եղել, կազակներն են այրել, հետո երկրաշարժը, իսկ 6 թվականին, ավելի 7 թվականին վերակառուցել են, դե բարձե 30-ական թվականներին էլ մոլի կոմերիտականները խաչն են նետել ցած, պահեստ էին դարձրել այստեղ, մենք էլ գիշերներն էինք գնում թաքուն, այստեղ պահեստ էր պարարտանութի, պահակն էլ հայրիկիս հայրն էր, պապիկ չեմ ասում, հայրիկիս հայրն ա եղել, ինքը մեզ թույլ չէր տալիս, զբաղեցնում էի, որպեսզի մնացածը կարողանան մտնեն մի քիչ թե կրակի կտոր եմ եղել, ինքը 2 ավանակ ուներ, այդ ավանակներին միշտ կապից հանում էի, բաց թողնում, ինքը միջև էշերի հետևից էր գնում, արդեն հասցնում էին մաքրեն։ Հետո մայրս մոտեցավ, այստեղ գյուղսովետ ներողություն, սովխոզ էր դարձել, սովխոզի տնօրենին, գիտեք, այն ժամանակ չէր թույլատրվում, աթեիստների շրջան էր, ասեց որպես պատմական հուշարձան, բերեցին, մաքրեցին, իհարկե։ Բայց հիմա օծված եկեղեցի է, գործող եկեղեցի է։ Յուլիա, իսկ դու հաճախ ես գնում եկեղեցի, թե փոքր տարիքում այդպես հատուկ կապ չուներ եկեղեցու։ Գնացել ենք, չէ, շատ հաճախ բաց չէր լինում այդ շրջանում, հիմա ինձ թվում է չէ ավելի շատ է բաց լինում այս շրջանում։ Բայց ես հիշում եմ, որ հաճախ ենք գնացել, օրերը մանավանդ միշտ գնացել ենք ու զանգ կար, բոլորը սիրում էինք գնալ զանգը խփել, մեծ զանգ կա ներսում, շատ էինք սիրում, հենց դրա համար առաջինը գնում էինք, դե փոքր ժամանակ ավելի այդ հասկացությունը ուրիշ էր, գնում էինք տենց զվարճանալու ինչ-որ միջոց էր այդ զանգը խփելը։ Երբ դու այստեղ ապրում էիր արդեն որպես գործող եկեղեցի այդ երեկոյան ժամերգության ժամերին զանգեր լսում էիր, թե այդ ժամանակ չկար։ Ինքը բացում էր ուղակի մեր համար, որ մոմ վառել, այսպես։ Ինքն էր, մոմավաճառն էր, որպես թանգարան է եղել։ Վերջերս, միջև որ Տեր հայր եկավ, եկան ավելի շատ այդ ձևով գործում ինքը։ Ստուք չեմ էլ հիշում, երբ բայց դե օծվեց։ Հա, ավելի։ Հետո սփյուռքահայ Ժակլին կար, այդ կինը ինքը բավականին բարեգործություն արեց, վերանորոգվեց, մեր գյուղից էլ կային։ Մենք քայլելով հասանք եկեղեցի արդեն։ Կարող ենք մտնել, փորձել զանգը խփել։ Հա, դե չարություն։ Իմիջիայլոց մեր եկեղեցում 69 թվականին նկարահանել են ճանապարհ դեպի Էրզրում, որ Պուշկինի հետ էր կապված։ Հա, հենց այս եկեղեցում նկարահանեցին, զանգերը խփեցին, դե Պուշկինի թեթև ձեռքով մեր գյուղի անունը փոխվեց ու դարձավ Գերգեր։ Բայց հիմա գարգար է, չէ՞։ Չգիտեմ, Գերգեր ժամանակին Գերգեր, չէ՞։ Որովհետև իր ուղեկիցը ռուսերեն չի հասկացել, ինքն էլ դե պարզ է, թաթար է եղել, թե չեչեն է եղել, անդադ որովհետև որ կանչել է, ասել որտեղ ենք, առաջի խոսքը եղել է գյալ, էլի, այսինքն արի ու դե Պուշկինի համար ինչ գրել է Գերգեր։ Մեր գյուղում տուն կա ճշմարիտյանների, որ մոտեցել են իրեն, ծարավ է եղել, թան են տվել։ Հիմա այդ տունը ավիրված է, չկա մի փոքր տուն էր, ինքը հուշերի մեջ էլ է գրել Պուշկինը։ Բայց մեր գյուղի միջայլոց բավականին հայտնի մարդիկ ունեն, Հրաչյա Ղափանյանն է մեր գյուղում, այստեղ ծնված իրենց տունը կա Վիկտոր Բալայանը, հետո Ատոմագետ Դեմիրխանը, հետո մեր գյուղի երեխաները մեծամասամբ
Երևաններում սովորին, բայց երբեք կապը գյուղի հետ չի գտնվել։ Բայց մեր գյուղացիները յուրահատուկ հատկություններ ունեցել, որ իրենց երեխաներին ուղարկել են Թիֆլիս միշտ, որպեսզի սովորեն, զարգանան։ Մեր դպրոցում մեզ պարապում են Ներսիսյան դպրոցը վերջացրած ուսուցչուհիներ, ուսուցչուհի Տիկին Ամալյաններ, Տիկին Բավականներ եւ Մուրադ Խանյան Աշիկը։ Նրանք հենց Ներսիսյան դպրոցը վերջացել էին ու մեր գյուղում էին։ Նրանք իմ առաջի ուսուցիչներն են եղել, ես էլ նա աշակերտներից մեկն եմ եղել։ Պուշկինի այստեղ լինելու հետ Հա, Պուշկինը գիտեք, այս հիմա Լեռնանցքը կա, դա գերիներն են կառուցել, այդ որ հիմա գալիս է թունելի մոտով։ Անցել է Բիքետի ճանապարհ է կոչվում, այս փոքր բլերակը կա, Պուճուրմերին են ասում, այդտեղով է։ Հիմա այնտեղ տեսնում եք, Գալուց կտամ։ այդտեղ է հանդիպել Գրիբայեդովի դիակին, բայց այդտեղ չէին կարող ճանապարհ բացել, որտեղ անդադ փլզումներ է, սողանք է տալիս, դրա համար մյուսը հանդիպակաց կողմը 1829 թվականին է հանդիպել ու հետո մոլորվել են մառախուղ, մոլորվել է ու նորից հարցրել է, որ գյուղն է, ասել են Գյարգար եւ մնացել է опять Գերգեր։ Դա արդեն եղել է Պուշկինոն, հետագայում Պուշկինո կոչվեց, դե այդտեղ արդեն Եկատերինայորոկ ակսորել են այստեղ դուխաբորներին, հնիադավներին, մալականներին, մի խոսքով անհնազանդ, որոնք ցարական կառավարությանը բավականին գերմանացիներ էին մեզ մոտ ապրում, նույնիսկ ջհուդներ են ապրել։ Տեղացիների հետ չապրելը բարդ էր, թե չէ, որովհետև ամեն դեպքում այդ մարդկանց ընտանիքները մնում էին։ Շփումը կար, չէ, հենց իրենք այստեղ եկել են եւ շփումը միշտ եղել է, դա համար մեր գյուղի երիտասարդությունը ռուսերենից շատ լավ է եղել, որովհետեւ նախ հաճելի արտակինով տղաներ են եղել, այնտեղ էլ գեղեցիկ աղջիկներ կային։ Անդադ գնում էին այս պարահրապարակ տանցի։ Այ այնտեղ։ Զարգացած գյուղ է եղել, գիտեք, չէ, մեր գյուղին էլ ասում են Չանգյալով չայ խմող։ Մականունը մեր գյուղացիների, գիտեք ինչն է, որովհետև Թիֆլիսից որ եկել են, դե ինքնայերով թեյը բերել են, նաև պատարակաղը պետք է բերեին։ Դե պարզ է մոտիկ գյուղերից եկել են թեյ հյուրասիրելու ժամանակ օղաբլիթը, բուբլիկը ընկել է այդ թասիկի մեջ, որ մատները գցել է, այդ ասել են, չէ, մատները գցեմ Չանգյալով վերցրու, այդ հենց մնացել է Չանգյալով չայ խմող, եւ շատ հպարտ է, որ ես այս գյուղից եմ։ Իդեպ Գյարգար հենց նշանակում է հպարտ փաստորեն։ Այո։ Մտնենք եկեղեցի։ Մտնենք, մեծ սիրով, որտեղ գալ եկեղեցի հասնելու չմտնել Սուրբ Հովանես Մկրտչին, Իհարկե։ չի լինի։ Յուլիա, քեզ հիմա եւս մայրությունը որոշակիորեն բարդ է տրվում, թե երեխաները մեծացել են ու դու մի փոքր ավելի հեշտությամբ ես կարողանում քո իրականությունը կազմակերպել։ Հիմա իմ մոտ որոշ չափով այսպես ազատություն է, դրա համար փորձում եմ ինչ հնարավոր անել, աշխատել, քանի որ բավականին երկար չեմ աշխատել 6 տարի մոտավորապես, չնայած ընթացքում ինչ որ բաներ ունենում էի, նկարահանվում էի։ Բարդ էր, այն ժամանակ էլ էր բարդ, հիմա էլ իր բարդությունները ունի, այսինքն իրանք մեծացել են, ավելի հասկացող են, ավելի ինչ որ ենթարկվող են, բայց իրար հետ ավելի շատ կռվող են, այսինքն այսպես շատ երկար չեմ կարող մենակ թողնել, բայց փառքաստու ինչ որ տարբերակներով կարողանում եմ դասավորել դայակի, մամայիս, այսպես կարողանում եմ ինչ որ ձևով դասավորել, որ հասցնեմ իմ նկարահանումներին։ Յուլիա, ստացվում է, որ շատ երկար տարիներ քո այդ երազած մայրությունը երբ եկավ, ամեն դեպքում սկզբնական շրջանը քեզ համար բավականին բարդ էր, որովհետև նաև զույգ էին ու դու դժվարությամբ էիր կարողանում միաժամանակ խնամքն իրականացնել։ Իսկապես դա շատ բարդ բան է։ Իհարկե Հայաստանում շատ ժամանակ չեն ընկալում հետ ծննդաբերական դիպրեսիայի մասին հասկացությունը եւ ասում են, որ դա ինչի մենք ունեցել ենք չենք մեծացրել, մեր տատիկները չեն մեծացրել, բայց իրականում դա շատ բարդ բան է։ Դու ինչքան էլ երազում ես դրա մասին ու դու ինչքան էլ պատրաստ ես դրան, մինչեւ դա չի լինում քո հետ չի կատարվում, դու չես կարող բացատրել թե ինչի ասեմ, որովհետև զույգի դեպքում ընդհանրապես դու ոնց որ ոտքերդ, ձեռքերդ կապված լինի։ Եթե մի երեխայի դեպքում դու կարող ես ինչ որ նույն հեշտ ձև
գնալ խանութ, նկարահանման, թատրոն, երկուսի դեպքում շատ բարդ է այդ ամեն ինչը կազմակերպել։ Չնայած ես շատ մարտական տրամադրված, ամենտեղ այդ երկու հարկանի սայլակով մտնում էի, առևտուր անում էի ու ինքս իմ մեջ անձում էի, ես չեմ հանձնվելու, ես հանձնվող չեմ, ես ամեն ինչ կարամ, բայց դա գալիս էր հետո իմ առողջություն վրա ազդում էր։ Մանավանդ իմ երեխաներն էլ մոտավորապես 4 տարի չեն քննել ու իմ վրա շատ բարդ ազդեց դա։ Այսինքն այդ դուրս չգալը, երբ որ դու մանավանդ արտիստական, թատրոնի, արվեստի մեջ ես ու ազատ ես հոգով, ժամանակով, միանգամից այսպես փակվել, կապվելը շատ բարդ է։ Անկախ նրանից, թե ընտանիքում ով որքան հոգատարություն կդրսևորի, դա միևնույն է ավելի շատ հենց կնոջ կռիվն է, թե կնոջ եւ տղամարդու կռիվն է հավասարապես ընտանիքում այդ փոփոխությունների փուլին ադապտանալը։ Կնոջ երևի, որովհետև շատ ժամանակ տղամարդը չի ընկալում դա։ Ինչքան էլ հասկանա, որ դժվար է, միևնույնն է, ինձ թվում է ոչ մի տղամարդ չի հասկանում դա։ Հա, լուրջ։ Իրանց համար կարծում եմ մեծամասնության համար դա ինչ որ տարօրինակ բան է, եթե դու ասում ես հոգնել եմ կամ չեմ հասցրել ինչ որ բան։ Երեխաների հետ կապված շատ բարդ է։ Չնայած լինում է, որ ասենք օգնում են, չեն քնում իրանք էլ, հասկանում են մոտավորապես դա ինչ է, բայց երբ որ դու անընդհատ ես դրա մեջ, կողքից չես հասկանա, որովհետև իրանք շատ ժամանակ տրամադրում են աշխատանքին, չէ՞, պրիմիտիվ դուրս են գալիս, գնում են աշխատանքի, մի քանի ժամ իրանք կտրվում են այդ ամեն ինչից։ Բայց դու մնում ես այդ ամեն ինչի մեջ։ Դա հարաբերությունների վրա շատ է վատ ազդում։ Կարծում եմ, հա։ Կան փուլեր, որ անցնում ես, ասենք, թե օգնում են, ինչ որ ձևով հաղթահարում ես, հասկանում են, անցնում է, բայց ինքը ինչքան էլ փորձես պայքարել, միևնույնն է, եթե մանավանդ երկուսով են ոչ մեկ չի օգնում, շատ կարող է ազդել իմ կարծիքով։ Խոսում էինք այդ անհավանական թվացող երազանքների մասին, որոնք մի օր ուղղակի դառնում են քո իրականությունը։ Դու շատ կանանց համար օրինակ դարձար, որովհետև շատերը երբ որոշակի խնդիրներ են ունենում մայրանալու հետ կապված, երբեմն հուսահատվում են, երբեմն ինչ որ պահի որոշում են կիսատ թողնել ճանապարհը, որովհետև երբեմն մարդիկ կարիք են ունենում ուղղակի բժշկական որոշակի ճանապարհ անցնել իրենց երազանքին հասնելու համար, բայց հոգեբանորեն ամենքին մի ճանապարհ է անցնում։ Դու այդ երազանքի ճանապարհին նաև ինչ որ առումով հուսահատության փուլեր ունեցել ես, երբ մտածել ես, որ դե չէ, այս մի երազանքը այսպես էլ երազանք կմնա, թե անկախ բոլոր հանգամանքներից քո ներսում հավատացել ես, որ դա անկատար չի մնալու։ Չէ, դա դժվար ճանապարհ է ընդունել, բայց ընթացքում ես այսպես ավելի հանգիստ էի արդեն վերաբերվում ու վստահ էի, որ կլինի այդ ամեն ինչը։ Դա շատ դժվար է անցնել, դա շատ դժվար է հաղթահարել։ Իհարկե ամենքին տարբեր ձևով է դա հաղթահարում, ամեն մեկին չի տրվում, որ ինքը հաղթահարի եւ այդ հոգեբանական վիճակը շատ կարա ազդի դրա վրա, որ հենց այդ չստացվի, որտեվ մեկ-մեկ լինում է, որ դու ուղակի անջատում են իրանց կամ նույն սուրոգատ մայր են արդեն վարձում կամ էկոյի շրջանում, երբ որ գրանցված են լինում եւ հղի անում են։ Շատ դեպքեր եմ տենց հանդիպել ու ինձ գրել են։ Այդ դրանից հետո ինձ շատ նույն մեր ինտերվյուից հետո շատ են գրել ինձ։ Ես շատ եմ շատ կանանց հետ եմ շփվել ու շատ եմ իրանց հետ անընդհատ կապը պահպանել եմ, մինչեւ հիմա էլ մեկ-մեկ ինձ գրում են, այսինքն այդ կապի մեջ ենք լինում ու ես տենց փորձելով ինձնից հոգեբանոր ներկայացնել ամեն ձևով ասել եմ պետքա մինչև վերջ գնաք ու չկոտրվեք, կարևորը չհանձնվեք եւ չմտածեք, որ չի ստացվի, ինչքան տենց մտածես, ոչ մի բան չի ստացվի, պետքա հավատաս անպայման։ Քեզ մոտ էլ էր երբեմն խնդիրը հենց այդ ուղեղից գալիս։ Այդ շատ այդ իրականում ինքը շատ ուղիղ բլոկավորում է։ Շատ ունեցել եմ դեպք, երբ որ ինձ պատմել են, որ 14 տարի երեխա չեն ունեցել, ընդհանրապես Ֆրանսիայից ասել են, որ չեն ունենա իրանք երեխա, որտեղ խնդիրը շատ լուրջ է այդ կնոջ մոտ։ Սուրոգատ մայր են վարձել,
արդեն իրանք պետքա այդ ամբողջ բանը լիներ ու այդ կինը իմանում է, որ ինքը հղի է, հիմա տղա երեխա ունի 7 տարեկան։ Իսկ դու քո հղիության լուրը ինչպես ընդունեցիր։ Ես ճիշտն ասած արդեն սենց ոնց որ ինքս իմ մեջ գիտեի, որ կան։ Այսպես վստահ չէի, բայց այսինքն վստահ էի, որ կան հաստատ։ Որ արդեն եղավ տեսա, չեմ հիշում, սենց ինչ-որ ադրենալին է դա, որ չես կարա բացատրես ոչ մի ձևով։ Հիմա երբ նայում ես տղաների, տես ինչքան ուզում է դժվար լինի, հոգնեցուցիչ լինի եւ այլն, հիշում ես այն կնոջը, որ այդ դժվար ճանապարհներ անցնում, թե դու այդ ճանապարհը անցար, փակել ես այդ թեման, էլ չես հիշում իրեն։ Չէ, մեկ-մեկ հիշում եմ ու մտածում եմ, թե ես ինչ ուժեղ կին եմ իրականում։ Հա, որովհետև իրոք շատ բարդ ճանապարհներով եմ անցել, բայց ես ինձ շատ ուժեղ եմ համարում։ Դու շատ ուժեղ ես ու ինչ որ պահի նաև շատ ուժեղ առաջնորդ դարձել են քո փոքրիկ համայնքի համար, որոնք քեզպես այդ երազանքով էին ապրում։ Այդ շրջանը, երբ շատ ավելի ակտիվ էիր այդ կանանց հետ կապի մեջ, ինչ էր տալիս հոգեբանորեն քեզ, որովհետև դու իրենց տալիս էիր մոտիվացիա, դու իրենց տալիս էիր հավատ, որ այդ ձեր կյանքում էլ լինելու է, այդ երազանքը իրականացվելու է, բայց այդ կապը կանանց հետ քեզ ինչ էր տալիս։ Դες նախ դժվար էր ընդունել հասկանալ, որ բավականին շատ են ու ինչ տարբեր ձևի բնավորություններ են, ինչ տարբեր պատմություններ են, որ իրանք էլ ինչ մեծ դժվարություններով են անցնում, որովհետև կային որ միջավայրներ ազդում իրանց վրա, որ ինքը հոգեբանորեն չէր կարողանում անդադ ճնշված էր, կար ամուսիններ, այսպես շատ պատմություններ էին։ Մեկ-մեկ ինքս ինձ ոնց որ սենց մեղադրյասում, բայց դու ինչ իրավունք ունես ինչ որ խորհուրդներ տալու կամ ասելու մի լսի իրան կամ չգիտեմ ինչ որ խորհուրդ տալու, որ պետքա դու գնաս առաջ, պետքա քեզ նայես լավ, պետքա տրամադրվես, հետաքրքիր ճանապարհ էր իրանց հետ միասին, չգիտեմ շատերի հետ բավականին երկար արձագանք չկա, չգիտեմ ինչ նորություններ կլինեն, բայց եթե ինձ լսում են, թող արձագանքեն, տեսնեմ ինչ նորություններ ունեն։ Ծանրացնում էր այդ պատմությունները քո կյանքը, թե հակառակը դու հասկանում ես, որ կարողանում ես շարժիչ ուժ լինել ուրիշ կանանց համար։ Համ ծանր էր այն առումով ասեցի, որ բավականին շատ են այդ պատմությունները, այսինքն ինչքան շատ են այդ կանայք, որ այդ խնդիրներով անցնում են։ Իհարկե դա ոչ միայն կնոջ պատճառով է լինում շատ ժամանակ, բայց նաև ես մի ձևի սենց ուրախանում եմ, որ ես ինչ որ ձևով, գոնե ինչ որ լավ բառով, սմայլիկով կամ չգիտեմ, ինչ որ ձևով կարող եմ իրան լավը տրամադրել դեպի դրականը, որ ինքը կկարողանա այդ քայլը անել կամ ինքը կկարողանա այդ ամեն ինչով անցնել։ Յուլիա, այն աղջիկը, որ վազվզում էր այս բակերում, հենց այս կյանքի մասին էր երազում, որը դու այսօր ունես, թե կյանքի անակնկալները ամեն դեպքում ուրիշ են լինում։ Շատ երազանքներ ա ունեցել ու կարելի ասել բոլորն էլ կատարվել են, այսինքն ինչ որ ես երազել եմ, ինչ որ ուզել եմ, հիմա ունեմ։ Մեծ դժվարություններով, ինչ որ փորձություններով եւ փոքր ժամանակ եւ մեծ, բայց այդ աղջիկը հիմա լիարժեք է, կայացած է, որոշ չափով երջանիկ է։ Ես կարող եմ ասել, որ գոհ եմ իմ կյանքից։ Որոշ չափով երջանիկ կան, ինչու որոշ չափով։ Դե, որովհետև երջանկությունը երբեք լիարժեք չի լինում, ոչ մեկս էլ երջանիկ չենք լինում, չէ՞, անընդհատ դա ինչ որ սենց վիճակ է, որ գալիս է ու գնում է։ Միշտ էլ ինչ որ դժվարություններ օրվա ընթացքում, ինչ որ խնդիրներ,
լինում է։ Բայց Փարքասու բոլորս առողջ ենք, դա ամենակարևորն է իմ համար։ Երջանկությունն է ընդհատվում խնդիրներով, թե խնդիրներն են ընդհատվում երջանկությամբ։ Իհարկե խնդիրներն են ընդհատվում երջանկությամբ։ Երևի։ Չէ, երջանկությունը դա ասենց միմոլетное явление, բայց գոյություն ունի հոգու խաղաղություն։ Իմ համար դա ավելի մեծ երջանկություն է։ Դու հիմա ունես հոգու խաղաղություն։ Ինչպես գտար քո հոգու խաղաղությունը։ Չգիտեմ։ Դա ինչ որ կամ տարիքի հետ է գալիս, կամ ինչ որ ինքնավստահության, որ դու սենց լիարժեք, ինքնաբավ, ինքնուրույն, ունես աշխատանք, ունես երեխաներ, ունես առողջ ծնող, եղբայր, քույր, հանգստություն, որ ինքդ քո հետ խաղաղ ես, համերաշխ ես, որ ինչ որ, չգիտեմ, շատ մեծ բաներ չես ուզում ես կյանքում։ Ուզում ես, որ, չգիտեմ, որտեղ որ ապրում ես խաղաղ լինի, ու դու կարողանաս լիարժեք ապահովես քո կյանքը, երեխաներիդ կյանքը։ Դու նշեցիր ինքդ քեզ սիրելու կարևորության մասին։ Հիմա ես սկսել քեզ սիրել, թե միշտ սիրել ես քեզ, ուղղակի ինքդ քո հանդեպ սերը երբեմն վերափոխվում է։ Չէ, լիարժեք հիմա եմ սկսել սիրել։ Տես, ես երբեք սիրո պակաս չեմ ունեցել։ Ոչ փոքր ժամանակ, ոչ էլ մեծ։ Տեսանք։ Այսինքն միշտ էլ կապ չունի ինձ ճանաչել են, չեն ճանաչել որպես դերասանուհի օրինակ։ Կարող են նաև չճանաչել, բայց միևնույնն է, սենց ես միշտ սեր զգացել եմ մարդկանցից։ Դա կլինի հարևանը, դա կլինի ինչ-որ խանութում, ես այդ խնդիրը չեմ ունեցել։ Բայց ես չեմ սիրել ինձ։ Ինչու։ Չգիտեմ։ Ինչն է մեզ խանգարում սիրել ինքներս մեզ։ Չգիտեմ։ Ես շատ մեծ կոմպլեքսներ եմ ունեցել ինքս իմ հետ կապված, տարօրինակ կարող է հնչի, բայց չասես արտաքին, ես կփակեմ հարցազրույցը եւ կհեռանամ այստեղ։ Այո, արտաքին, ձայնի, չգիտեմ, միգուցե տարօրինակ հնչի, բայց շատ խորը կոմպլեքսներ եմ ունեցել։ Ինչպես քո արտաքինով, գեղեցկությամբ, նրբությամբ կինը կարող է արտաքին կոմպլեքսներ ունենալ։ Հա։ Եվ պրիտոմ դա շատ խորը։ Հիմնավորեք։ Ինչու կարող հիմնավորել։ Դա այն տարօրինակ բանն է, որ ես կարող հիմնավորել, բայց ընթացքում արդեն հիմա ես լիարժեք ինձ ընդունել եմ եւ լիարժեք սիրում եմ։ Հետաքրքիր է, չէ, երիտասարդ տարիքում, երբ մենք ունենք բնությունից ամեն ինչ, թեպետ դու հիմա էլ ունես բնությունից ամեն ինչ, ինքդ քեզ սիրելու համար, բայց մեկ էլ հասկանում ես, որ մարդիկ իրենց չեն սիրում, չեն ընդունում, ու տարիների հետ, երբ բնությունն էլ որոշակիորեն իր անելիքն անում է, կինը սկսում է իրեն ավելի շատ սիրել։ Դու այստեղ գտել ես բանալին ինչու է այդպես։ Մենք այնքան հիմար բաների վրա ենք ուշադրություն դարձնում ու ժամանակ կորցնում։ Դու ուղղակի պետք է ընդունես քեզ նենց, ոնց որ դու կաս, ու նույնիսկ քո թերությունը պետք է որպես առավելություն ներկայացնես։ Տես, դու բայց բավականին երիտասարդ տարիքում ռիսկի գնացիր եւ համաձայնեցիր քեզնից տարիքով մեծ կնոջ խաղալ։ Օրինակ ինձ համար դա կնոջ համար ինքնավստահության ցուցիչ է, հա, որ ինքը չի վախենում իրեն արտաքնապես մեծացնել, իր հասակակիցների մայրիկի դեր ստանձնել ու չի վախենում, որ իրեն կարող է այդպես ընկալեն։ Դու այդ տարիներին արդեն ինքնավստահություն ձեռք էիր բերել, թե չունեիր ուղղակի դա քո մեծ սերներ դերասանության հանդեպ։ Չէ, տարիներին ես շատ կոմպլեքսավորված էի, բայց ինչ մնում է կերպարի հետ կապված, թատրոնի հետ կապված, ես երբեք չեմ վախեցել տգեղ լինեմ։ Ես միշտ թատրոնում էլ խնդրել եմ ինչ-որ դերեր հետաքրքիր, որոնք հետաքրքիր էին, որոնք պրինցեսա չէր, ինչ-որ գերայինյա չէր, ես չգիտեմ, միշտ Գրիգարյանի հետ պայքարել եմ, որ ասել եմ խնդրում եմ, ես ինձ
կգեղացնեմ, քիթ կկպցնեմ, չգիտեմ ինչ կանեմ, բայց տվեք այդ դերը, ես ուզում եմ ուրիշ ձևով էլ ներկայանալ, որ дուք տեսնեք, որ ես նաև ուրիշ դերասանուհի կարող եմ լինել, ուրիշ կերպարով կարող եմ, ասում եմ, «Нет, ты очень красивая для этого», ասում եմ, բայց դու ես կփորձեմ, ես քեզ կապացուցեմ։ Կարողացար ապացուցել։ Հա, ընթացքում երբեք չեմ վախեցել, հա, մեծ տարիքով եմ ներկայացել, շրամներ են արել ահավոր, այսինքն առանց մեյքափի, առանց ոչ մի բանի, հիմա էլ այնպես է, որ այս ֆիլմերում էլ բավականին տարիք են տալիս, բան են անում, այդ առումով երբեք չեմ կոմպլեքսավորվել։ Յուլիա, իսկ երբ տարիների հետ սկսեցիր հայելու մեջ նկատել, որ բնությունը մեր հետևից գալիս է, բոլորիս հետևից, դա ինչպես սկսեցիր ընդունել։ Օրկա շատ լավ, օրկա շատ վատ, օրկա հայելու առաջ ասում եմ, բայց չէ, ոնց որ թե շատ լավն ես, շատ թարմ ես, ամեն ինչ լավ է։ Օրել կա, որ ասում չէ, այստեղ ինչ որ բան կարելի է փոխել արդեն, ինչ որ, չգիտեմ, գնամ, տեսնեմ ինչ կասեն կամ, բայց դեռ տենց ինչ որ լուրջ փոփոխությունների պատրաստ չեմ, առայժմ տենց լավ ընկալում եմ, ընդունում եմ ինձ։ Միջավայրը մեզ ստիպում է ամեն դեպքում երկու իրականության, նաև բախումը հասկանալ։ Երբ դու տեսնում ես Երևանյան միջավայրի կանանց, ավելի, չգիտեմ, մարտերկրում կանանց, ու երբ իհարկե մարզերում էլ շատ քաղաքներ ունենք, որտեղ բոլոր միջամտությունները, պրոցեդուրաները իրականացվում են, բայց նաև ունենք մարզերում գյուղեր, քաղաքներ, որտեղ մտնում ես ու տեսնում ես, որ բնությունը այնպիսին է, ինչպիսին որ եղել է միշտ, ու նաև կանանց ու տղամարդկանց դեմքի վրա, հիմա ասում եմ կանանց ու տղամարդկանց, որովհետև շատ դեպքերում տղամարդիկ կանանցից հետ չեն մնում միջամտություններ անելու հարցը։ Դու ինչպես ես ընկալում այս երկու իրականությունը, որովհետև դու երկու տեղում էլ շատ ես լինում։ Գիտես, ես միշտ բնականի կողմնակից եմ։ Այսինքն ես համարում եմ, որ պետք է միջամտես այն դեպքում, եթե իրոք դա տգեղ է կամ խանգարում է քեզ, որովհետև շատ ժամանակ լինում են նույն շատ գեղեցիկ հետաքրքիր քիթ են ունենում, բայց իրանք էլ են կոմպլեքսավորվում, ուզում են փոխեն, բայց իրականում իր դեմքը լրիվ փոխվում է դրանից։ Իսկ այս դեպքում ընդունում եմ բնականը, բայց ես կուզեի, որ նույն գյուղի կանայք էլ փորձեին կամ կարողանային այդ հնարավորությունը ունենալ, որ ավելի շատ խնամեին իրանց։ Իսկ երբ դու գալիս ես այստեղ կամ այլ մարզերում էլ ես հաճախ լինում, գյուղերում, կոնտրաստը շատ է զգում, թե շատ հաճախ այդ ամեն ինչը գալիս է նաև մարզեր, գյուղեր, ուղղակի մենք գուցե քաղաքում չենք նկատում դա։ Չէ, այս վերջի շրջանում բավականին շատ հետաքրքիր կանանց աղջիկների եմ հանդիպում եւ նաեւ ստեղ շատ sense հետևում են իրանց, խնամում են, ու ես խնամել ասելով նկատի չունեմ, որ մեյքափը կամ ինչ որ բանը, այլ հենց խնամքի մասին է խոսքը, որ այդ կինը կարողանա այդ հնարավորությունը ունենա, որ իրան լավ խնամի։ Մենք մեծացել ենք այն իրականության մեջ, երբ կանայք չափազանց անձնուրաց նվիրված են եղել իրենց ընտանիքներին, ու մենք միշտ տեսել ենք, որ կինը պիտի անի ամեն բան ընտանիքի համար, հասցնի սա, հասցնի նա, ու կինը ամեն ինչ հասցրել է անել եւ վերջում երբ պետք է ուղղակի ինքն իր համար ինչ որ բան աներ, ուղղակի արդեն չափազանց հոգնած է եղել։ Դու մեծացել ես հենց այդ իրականության մեջ դա տեսնելով, թե երկու իրականությունն էլ իրականում որքան էլ ընդունված է մտածելով, որ չգիտեմ 80-ականներին, 90-ականներին կանայք իրենց ժամանակ չէին դրամադրում, ամեն դեպքում դու տեսել ես, որ այն ժամանակ էլ կային կանայք, որոնք գտնում էին դրա համար ժամանակ եւ էներգիա։ Երկու տարբերակն էլ տեսել եմ։ Իմ մայրիկս էլ միշտ ինչ ուզում ա լիներ, իմ մայրիկս միշտ մեյքափով էր։ Հա, ես երբեք չեմ տեսել։ Ես հիմա եմ տեսնում, որ ինքը այդպես չի արդեն շպարվում, բայց ես իրան միշտ տեսել եմ մեյքափով։ Միշտ շպարված եմ տեսել։ Իմ դասատուների մեջ են եղել, այսինքն զինավանում են եղել այդպիսի կանայք, որ տենց ես տպավորվել եմ որպես կին, որ իրանք սենց ինչ որ էտալոն են գեղեցիկ հագնվել են։ Բայց իմ կարծիքով սխալ է։ Այո, շատ-շատերը այսպես լրիվ նվիրված են երեխաներին, ընտանիքին, իրանց համար ժամանակ չեն գտնում ու
Սիրելու մասին որ խոսում եմ, այ հենց դրանից էլ է սկսվում այդ սերը ինքդ քո հանդեպ։ Այսինքն դու պետք է ժամանակ գտնես, որ ուղակի քեզ տրամադրես, չգիտեմ, դիմակ դնես, այդ ժամանակը քո վրա ծախսես։ Այդտեղից սերը սկսվում է ինքդ քո հանդեպ։ Ամեն դեպքում ավելի շատ հոգսաշատ կանայք ըստ քեզ քաղաքային միջավայրում են, երբ անդադար վազքի մեջ են ու գիտես թվում է թե կյանքը տարբեր է, օրինակ երբեմն թվում է թե գյուղում կյանքը ավելի ծանր է, քաղաքում այդպես չի, բայց այնտեղ էլ նկատում ես անդադար վազող մարդկանց, որոնք ոչինչ չեն հասցնում անել եւ Մենք էլ ենք չեն, հա, երբեմն չեն ապրում ուղղակի ու անդադար վազում են։ Ըստ էության, երբ որ դու համեմատում ես այս երկու իրականությունը, խաղաղությունը եւ այդ վազքը, ավելի շատ հոգսաշատ կանանց որտեղ ես տեսնում, օրինակ մարզում, գյուղում, թե քաղաքում։ Երկու տեղն էլ, բայց ինձ թվում է ավելի շատ քաղաքում։ Իհարկե այստեղ հոգսը լրիվ ուրիշ տեսակ ունի, տարբերվում է։ Չնայած դա երևի չգիտեմ, քանի որ հիմա մենք էլ ենք այդ վիճակում քաղաքում, երբ որ դու չես հասցնում ուղակի ոչ մի բան, ու ժամանակը չի հերիքում, դու չես քնում, դու անընդհատ ինչ-որ շարժման մեջ ես, դու անընդհատ ինչ-որ խնդիրների մեջ ես, որ դասավորես այդ ամեն ինչը ոնց գնաս նկարահանման, իսկ ստեղ էլ իրա խնդիրներն են, այսինքն լրիվ ուրիշ հոգսեր են, բայց դա էլ ինչ-որ չես կարող համեմատել ու ասել նա ավելի հոգսաշատ է կամ սա է ավելի հոգսաշատ։ Յուլիա, դու փոքրուց այդ արիստոկրատ երեխան էիր, ամեն դեպքում ես վստահ եմ, որ դա քո մեջ դրսևորվում էր։ Միաժամանակ գնում էիր անտառ, սունկ էիր հավաքում ու այդ ամեն ինչից էլ զերծ չէիր մնում, բայց ամեն դեպքում կային գյուղական կյանքում ինչ-որ բաներ, որ քեզ շատ ավելի հարազատ էին ու հաճույքով էիր անում, ու ինչ-որ բաներ, որ ասում էր, սա շատ աղջիկներ անում են, բայց ես չեմ անի։ Չէ, տակշքիրա, որ ես այսպես ամեն ինչի մեջ մասնակից եմ եղել։ Քույրիկս չէ, բայց ես հա, ես սիրել եմ, ասենք նույն Կարինեի հետ գնացել եմ սար, չգիտեմ, գնացել ենք ինչ-որ բաներ, բույսեր հավաքելու, չգիտեմ, պապիկս կարտոֆիլը արդեն հավաքում էին, ես մասնակցում էի դրան։ Այսպես ինչ-որ կոնկրետ բաներ չի եղել, որ ես ասել եմ չեմ անի կամ չեմ սիրում։ Ամեն ինչին փորձել եմ մասնակցել միշտ։ Իսկ դու որ տարիքում հասկացար, որ ինչքան էլ մասնակից ես, ամեն դեպքում քո ապագան այստեղ չի լինելու։ 15, 16, երբ որ լիարժեք հասկացա, որ ես ուզում եմ այսպես կամ նկարչուհի կամ դերասանուհի դառնալ։ Ու հասկանում եմ, որ այստեղ չեմ կարող դա անել։ Քեզ ամենից շատ ով սատարեց այդ որոշման մեջ, որովհետև ի վերջո մեծացել էր մի ընտանիքում, որտեղ օրինակ քո հորաքույրները կրթություն ստանալու հնարավորությունից զրկված էին եղել, որովհետև չեմ ուզում ասել ավանդական մտածողությունն է եղել, որովհետև դա ամեն դեպքում անհատի մտածողությունը, եթե նույնիսկ այդ անհատները մի քիչ շատ են հասարակության մեջ, չեմ ուզում ավանդական անվանել։ Բոլորը այսպես չի եղել ինչ-որ հարց, որ միգուցե ուրիշ բան մտածես կամ ինչ-որ բան քեզ ուրիշ հետաքրքրի։ Երբեք չեմ հիշում տենց բան։ Հորաքույրս շատ է սատարել, այսինքն ինքը իմ հետ նստում էր, տիկնիկները կարում էր, մենք բոլորին հավաքում ենք, տիկնիկային ներկայացում էինք անում, այսինքն իրանք ինչքան էլ ենթարկվել են այդ բաներին, բայց միևնույնն է այդ բունտարսկի բանը մեկը իրանց մեջ եղել է։ Նույն մեծ հորաքույրս, երբ որ իրան չեն թողել, որ ինքը ընդունվի համալսարան, ինքը գնացել է եւ ստյուարդեսա է դարձել։ Այսինքն ավելի ինչ որ sense մասշտաբնի բան է դարձրել։ Եվ երևի այդ բոլորի վախերը, կոմպլեքսները փորձել են ինձ օգնելով, այսինքն այն ինչ որ իրանք չեն կարողացել անել, իրանց երազանքները ներդրել են իմ մեջ, որ ես կարողանամ իմ երազանքներին հասնեմ։ Դու էլ ես այսպես պայքարող տեսակ եղել, թե դու պայքարելու կարիք էլ չես ունեցել, երբ հերթը հասավ քեզ։ քեզ։ Ես իրականում սենց չեմ ասի, որ ես պայքարող եմ, չեմ սենց գնա, բայց ես հանձնվող չեմ, կոտրվող չեմ։ Քո հորաքույրը քեզ բնորոշելիս ասում էր, որ դու շատ համբերատար ես, դա այն դրվագներ, որը մենք չէինք նկարում, բայց դու ասացիր, որ հա, բայց դա միշտ չի, որ լավ է։ Ինչով է քո համբերատարությունը քեզ խանգարում։ Ես շատ համբերատար եմ ու շատ բաներ կարող է ուղղակի տարիներով
կուլտամ կամ փորձեմ, ասենք, կուլտուրային դաստիարակությանը զոհ գնալով ինչ որ բաներ իբր չնկատեմ, չարձագանքեմ, ու դա տարբեր միջավայրներում, ոչ միայն ինչ որ ընտանեկան կամ բան։ Բայց նաև այդ համբերությունս օգնում է, որ ես կարողանամ գնալ առաջ, որովհետև ես չեմ կարող չպայքարեմ շատ, ամեն ինչ չանեմ, այսպես sense ուղիղ, որ ամեն ձևով հասնեմ իմ նպատակին, բայց նաև չեմ հանձնվում, չեմ կոտրվում եւ իմ համբերության շնորհիվ հասնում եմ իմ ուզածին։ Յուլիա, հորաքրոջդ հետ շփվելու ընթացքում հասկացա, որ բավականին կարդացած, զարգացած կին է, շատ ականջոյող խոսք ուներ նաև։ Երբ մարդը խոսում է, հասկանում ես, հա, ամեն դեպքում բառապաշարը ինչից է ազդված։ Դա ֆիլմային բառապաշար է, գրքային բառապաշար է, հստակ երևում է։ Ու ինձ համար հասկանալի էր, որ շատ գրքային բառապաշար ունի։ Ենթադրում եմ, որ դու էլ փոքր տարիքում այդ միջավայրում մեծանալով սիրել ես կարդալ։ Կար ինչ-որ գրականություն կամ գրքեր, որոնք առավել ձևավորել են քեզ։ Հա, ես շատ սիրել եմ դիցաբանություն կարդալ, ավելի ֆանտաստիկ նաև ժանրի։ Ինքս նաև հիմա ճիշտ է ավելի քիչ ժամանակ ունեմ կարդալու, բայց եթե ֆիլմեր, սերիալներ եմ դիտում, ավելի այդ ժանրի մեջ եմ դիտում, դա շատ եմ սիրում, միստիկ ու դիցաբանությունը իմ համար դա ինչ որ առանձին ինչ որ աշխարհ էր, որ կարող էի միշտ կարդալ։ Այն ժամանակ նաև հենց գրքերի միջոցով էի ճանաչում աշխարհը։ Հա, երևի, որովհետև ես շատ ուժեղ երևակայություն ունեմ, այսինքն ես կարող եմ ինքս իմ մեջ, իմ ուղեղի մեջ, այսպես ամբողջ հագուստները, երբ որ օրինակ ուզում ներկայացման վրա աշխատում եմ կամ ինքս ինչ որ տեղ պետքա գնամ, իմ մեջ այսպես ամեն ինչը ինքը իրանով դասավորվում է գույներով, հիշելով ինչ կա, որտեղից կարող եմ դա բերել, գտնել, առնել, ամեն ինչը դասավորվում է միանգամից։ Յուլիա, իսկ հիմա ինչի մասն ես երազում։ Խաղաղության, առողջության, ինչ որ նոր երազանքների, որոնք կկատարվեն։ Նոր երազանքների մասին մտածել է, ենթադրում է, որ հիմա ինչ որ առումով նույն գծի վրա ես ու ինչ որ առումով այդ գիծը փոխելու կարիք ունես։ Ինչ որ բաներ փոխելու կամ ինչ որ նոր նպատակներ նաև երեխաներիս հետ կապված, որ իրանց երազանքներն էլ կատարվեն։ Հոգու խաղաղության, հիմա որոշ առումով խաղաղ վիճակում եմ, որովհետև իմ սիրած մասնագիտությամբ եմ զբաղվում, լիարժեք եմ։ Հայաստանում ճգնաղ գյուղերն ու քաղաքները շատ են։ Այնպես որ բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք, թե ուր են գնալու հաջորդիվ։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում։